Մկրտիչ Արմեն Հեղնարախպյուր 1967 թվական Նախաբան Առաջին Լենինականի հին թաղերից մեկում Ձորի բողազում, որը ամենայն իրավամբ դեռ կարող էր կրել Գյումրի անունը, իր փոքրիկ տան մեջ մեռնում էր աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտիչը։ Թեև նա արդեն 65 տարեկան էր, բայց ծերությունը չէր նրա մեռնելու պատճառը, որովհետև նա դեռ ամրակազմ էր և առողջ։ Այնքան ամրակազմ էր նա և այնքան առողջ, որ թվում էր, թե ահա վեր կկենա, կհագնի իր ավանդական արխալուղը, կդնի իր ավանդական շապխան և մի անգամ շփելով իր պայծառ ճակատը, դուռը բաց կանի և նորից դուրս կգնա դեպի աշխարհ։ Սակայն նա պառկել էր և մեռնում էր մահապարտի անխուսափելի և անհետաձգելի մահով։ Նա մեռնում էր, որովհետև հասել էր իր նպատակին, որովհետև վերջացրել էր իր հաշիվները աշխարհի հետ։ Նա դրսում այլևս ոչինչ չուներ անելու։ Իր վարպետության ողջ 40 տարիների ընթացքում նա ճիշտ այդպես էլ համոզված էր, որ երբ ավարտի իր 40-րդ աղբյուրը, պիտի մեռնի։ Նա դիտմամբ էր նպատակ դրել այդպիսի մեծ թիվ, որպեսզի հնարավորին չափ հեռու հրեր իր կյանքի վերջում կանգնած մթին ստվերը՝ մահը։ Երբ նա դեռ 26 տարեկան էր և ավարտեց առաջին աղբյուրը, 40-ը նրան թվաց այնքան շատ և այն իրականացնելու վերջին կետը այնքան հեռու։ Կառուցելով ևս 4 աղբյուր, նրան նույնիսկ թվաց, թե ինքը երբեք չի հասնի վերջինին, թե իր նպատակը կմնա կիսակատար։ Եվ նա սկսեց զղջալ, որ իր վարպետության շեմքի վրա երդվել էր կառուցել 40 աղբյուր և ոչ թե 7 կամ 12։ Սակայն տարիներն ու աղբյուրները աննկատելի շարվեցին, և նա մի օր մեծ զարմանքով նկատեց, որ արդեն կառուցել է 20-րդ աղբյուրը, ուրեմն և արդեն կիսով չափ կատարել իր նպատակը։ 34-րդի վրա նա հիվանդացավ և հույսը կտրեց։ Կարծում էր, թե դա վերջինը կլինի, բայց հետո առողջացավ, իսկ երբ առողջացավ, նա ամենայն պայծառությամբ գիտակցեց, որ այժմ արդեն կառուցելու քիչ բան է մնացել և որ այլևս հարկ չկա շտապելու։ Եվ նա փորձեց չշտապել, փորձեց, բայց ապարդյուն։ 34 աղբյուրի վրա նա միևնույն արագությամբ էր շարժել ուղեղն ու ձեռքերը, և այժմ անհնար էր շարժման արագությունը փոխել։ Ինչպես անցյալում, այնպես և ապագայում նա պետք է կանգնեցներ տարեկան մի աղբյուր, որպես դեպի մահ տանող իր ճանապարհի ուղենիշ։ Երբ այդ գիտակցեց, նա հլու ենթարկվեց ճակատագրին։ Տեսավ ու զգաց, որ անկարող էր փոխել իր մահվան ժամկետը, որը սակայն ինքն էր սահմանել իր համար։ Եվ նա շարունակեց կառուցել ու ափսոսալ, որ իր կյանքի երիտասարդ տարիներին նպատակ էր դրել 40 աղբյուր և ոչ թե 77 կամ 101։ Այժմ նա համոզված էր, որ եթե նույնիսկ եռապատկեր աղբյուրների թիվը, դարձյալ կիրականացներ այն։ Եվ նույն ներշնչումը, որը պահպանել էր նրա կյանքը 40 աղբյուրի համար, կպահպաներ նաև 120-ի համար։ Բայց այժմ այդ միտքը այլևս իզուր էր, և միայն մի բան էր մնում ուստա Մկրտչին՝ մեռնել։ Եվ նա մեռնում էր հանդարտ, տխուր ու խորիմաստ մահով։ Այդ մահը սկսվեց վերջին աղբյուրը կառուցելուց անմիջապես հետո։ Երբ կառուցումը լիովին ավարտվեց, ուստա Մկրտիչը հանկարծ զգաց, թե ինչպես պաղեց արյունը իր երակներում, և այնտեղ, իր ներսում, կոտրվեց մի բան, երևի կյանքի զսպանակը։ Նա եկավ տուն, հանվեց, պառկեց, որպեսզի այլևս երբեք վեր չկենա։ Լենինականի հին թաղերից մեկում, Ձորի բողազում, որը ամենայն իրավամբ դեռ կարող էր կրել Գյումրի անունը, իր փոքրիկ տան մեջ մեռնում էր աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտիչը։ Տանը գտնվում էին նա և իր հարսը։ Հարսն էր, որ բարձը դրել էր ուստայի մեջքի ետևը, և այժմ ուստան այդ բարձին հենված, լուսամուտից նայում էր դուրս, դեպի այն աշխարհը, որից ինքը շուտով պետք է հեռանար։ Նրա տունը կանգնած էր Ձորի բողազի, այդ ոչ խոր ձորակի մի լանջի վրա։
Եվ այժմ նա լուսամուտից տեսնում էր իր տան առջևի անպարիսպ բակը և երկարահասակ բարդիների շարքը բակի առջևամասում։ Բարդիների արանքներով նա տեսնում էր ցածրում գտնվող երկու այլ տների տափակ կտուրները և կտուրներից այն կողմ նորից բարդիների արևոտ գագաթները, որ խոյացել էին կտուրներից բարձր և ստվերի պատառներ էին գցել դրանց վրա։ Այդ երկու տների արանքով նա տեսնում էր ձորակի տափակ ու լայն հատակի մի ընդարձակ պատառ, այնտեղով հոսող սակավաջուր առվակով։ Այս ափի վրա երևում էր մի կին, որ ջրի վրա կռացած կարպետ էր լվանում։ Երևում էին կնոջ սպիտակ լիքը ոտները։ Ուստային թվում էր, թե նա նկատում էր նույնիսկ ծնկածալերի երկայնակի զույգ փոսիկները։ Ուստան նայում էր դրանց, և նրա սիրտը լցվել էր անհույս մի կարոտ։ Այդ առույգ ու գեղեցիկ ոտները հենց ինքը կյանքն էր, որ այլևս չէր վերաբերում նրան։ Նայում էր ուստան և ցանկանում էր իր վերջին հայացքը դրանց վրա հառել մեռնելու պահին։ Բայց ահա և մի ձի, որ արածելով կարճ խոտը մտնում էր նրա տեսողության շրջանակի մեջ։ Ձիու յուրաքանչյուր շարժումից արևը խաղում էր նրա կրծքի և գավակի վրա։ Ինչ պիրկ ու փայլուն մարմին, ինչ ուժեղ ձի։ Ահա փայլատակեցին նրա սպիտակ ատամները, ահա նա թափահարեց գլուխը վեր ու վար, և նրա բաշը ցնցվեց։ Ինչ գեղեցիկ բաշ։ Ոչ, ոչ թե կնոջ ոտներին, այլ այդ ձիու մկաններին պետք է հառել վերջին հայացքը մեռնելու պահին։ Դիմացի լանջի վրա նույնպես տներ էին։ Վերևում դրանք ձգվում էին երեք երկար փողոցներով, իսկ ներքևում կանգնած էին առանձին, և դրանցից յուրաքանչյուրի առջևում նույնպես կային անպարիսպ բակեր և բակերի առջևամասերում բարձր ու ոսկեգագաթ բարդիների շարքեր։ Յուրաքանչյուր բակի մի ծայրում ջրհորն էր, մյուսում հավաբունը, իսկ մեջտեղում երկար շղթայով մի ծառից կապված նիրհում էր հավատարիմ գամբռը։ Նայում էր ուստա Մկրտիչը մորմոք կարոտով այդ աշխարհին։ Նա այդտեղ էր ծնվել և ահա այդտեղ էլ մեռնում էր։ Նա այդտեղ էր սկսել իր վարպետությունը։ Ահա լուսամուտից երևում է նրա կառուցած առաջին աղբյուրը։ Կառուցված էր այդ աղբյուրը մի հովասուն ուռենու տակ, դիմացի փողոցներից մեկի եզրին։ Մի մեծ խորանարդ քար կազմում էր աղբյուրի գլուխը, և խողովակը դուրս էր գալիս նրա միջից։ Կարճ, լայն, փայլուն խողովակ էր դա, որից ահա 40 տարի էր, որ հորդ հոսում էր ամենավճիտ ջուրը և թափվում էր իր առջևի քարե գուռի մեջ։ Գլխաքարը ձեռքերի շփումից և գուռը ջրի հպումից հղկվել էին և ձյութածի պես փայլում էին։ Գլխաքարը կարմրավուն լեռ քար էր, և թվում էր, թե գյումրուհիների ձեռքերի ջերմությունից էր այն կարմրել, իսկ գուռը կապտավուն լեռ քար էր, և թվում էր, թե ջրի սառնությունից էր այն կապտել։ Ուստա Մկրտիչը չէր կարող ասել, թե ինչն էր տեսնում և ինչն էր հիշում, բայց ահա այդ ամենն իր աչքի առջև էր, վառ ու կենդանի։ Դիմացի լանջի վերևում, փողոցներից մեկում, փոշի բարձրացավ փոշին և արագ առաջացավ դեպի այն կողմ, որտեղ ձորը հետզհետե ցածրանալով աննկատելի ձուլում էր իր փողոցները քաղաքի փողոցներին։ Ինչ փոշի էր դա, երբ քամի չկար և անշարժ էին բարդիների գագաթները։ Դա, իհարկե, ավտո էր անցնում սրընթաց։ Եվ իրոք, ահա տների արանքում մի վայրկյան երևաց այն, լսվեց դրա ճչակը, որ նախազգուշացնում էր փողոցի մեջտեղում խաղացող երեխաներին. «Հեռու, կընկնեք ավտոյի տակ կմեռնեք, ծանր անդառնալի բան է մահը, հեռու, հեռու»։ Նա դեռ անթարթ նայում էր լուսամուտից դուրս, և նրա աչքերի առջև դեռ աշխարհն էր, երբ դրսում, նրա տան նախասենյակում, լսվեցին խոսակցության շտապ ձայներ, և անմիջապես սենյակ լցվեցին նրա հին ընկերները։ «Մկրտիչ»։ Ուստա Մկրտիչը նայեց նրանց։ «Այ մարդ, էս ինչ կենես, հնչի՞ ես պառկե»։ «Վերջին պառկն է, ներող եղեք», ասաց ուստան։ «Նստեք»։ «Հարս ջան, աթոռք տու»։ Հարսը աթոռները մոտեցրեց անկողնուն, և ինքը նորից դուրս գնաց։
Ըստ երևույթին, նախասենյակում կամ մյուս սենյակում նա աշխատում էր։ Դուն իմ քովս նստի, Հաջի, դիմեց ուստան մեկին, որ պատրաստվում էր նույնպես նստել աթոռի վրա։ Տիրեց հանկարծակի լռություն։ Բոլորը հասկացան, որ իրոք մեռնում է ուստան, եթե նա ներեց այդ մարդուն և հրավիրեց իր անկողնու վրա։ Եվ երբ Հաջին նստեց, ուստան դիմեց բոլորին. Ու էդ մասին էլ հեչ խոսք չեղնի։ Ինչ է ձեր քեֆը, ախպեր տղեկ։ Մեր քեֆն ինչ, դունք ու գտսա, պատասխանեց ավետիքը, որի կյանքն անցել էր կամուրջներ կառուցելով։ Ասել է պարկար էլի մկրտիչ ախպեր։ Մենք էլ ահան կլսենք ուխտի նռոցը։ Կուգա որ էգվան էլ մեր դռանը չոքի։ Պարկա, նպատակս կատարված է, մնալն ավելորդ է։ Ուստան վերմակի տակից հանեց իր սպիտակած ձեռքը, որ նկատելի դողդողում էր, և շարունակեց. Ես հլը ջահել վախտս երդմունք էի կերը, որ 40 աղբուր պիտի շինեմ։ Ցեթրակը տեղակ էր, լույս իջնի այն օր գերեզմանին։ Գևորն էլ էր տեղակ, ասպաց օղորմի ազիզ Գևորիս հոգուն։ Միխակն էլ գիտեր, ֆռնճոնց Միխակը, Սիմավոնին էլ էիս է։ Հանկարծ ուստան հենվեց մի թևի վրա և տեղից բարձրացավ։ Ինչ բան է, հեչ մեկը չէ մնաց է, բոլորն էլ մեռան։ Ես էլ եմ տեղակ, շշնջաց մեկը։ Ուստան հանգստացած իջավ դեպի բարձը։ Դուն էլ ես տեղակ, ավետիք, ճշմարիտ է։ Նա լռեց մի քիչ, ապա ավելացրեց. Ու էսպեսով իմ աղբուրս էլ ցամքավ։ Կարոն, որի կյանքը անցել էր տներ կառուցելով, ծանր հառաչեց ու խոսեց. Աշխարհքի օրենքն է այդպես, մկրտիչ։ Բոլորի աղբուրն էլ մեօրըմ պիտի ցամքի։ Հմը մարդ կա, որ իրան յետևեն հիշատակ ունի, մարդ կա, որ չունի։ Քու աղբուրդ ցամքավ, հմը 40 հատ կա քու տեղակդ։ Էնոնք քեզի կորշնեն 40 բերնով։ Ջրեդ խմող ամեն մարդ քեզի պիտի հիշե հուր հավիտյան։ Սակայն ուստա մկրտիչը չէր լսում նրան։ Անշարժ հայացքը մի կետի հառած և ուշադրությամբ ուրիշ տեղ վերացած, նա կրկնեց ինքն իրեն. Իմ աղբուրս էլ ցամքավ հեղնար աղբուրի պես։ Բոլորը քարացան։ Տիրեց հանկարծահաս, երկարատև լռություն։ Վաղուց, շատ վաղուց էր, որ նրանք չէին արտասանել և չէին լսել հեղնար աղբյուրի անունը։ Եվ այժմ նրանց աչքի առջև վերակենդանացավ հեռու անցյալը։ Հեղնար աղբյուրը։ Այն չէր մտնում ուստայի կառուցած 40 աղբյուրների շարքը և չէր կարող մտնել, այնքան արտասովոր, այնքան զարմանալի և այնքան անհասկանալի էր այն։ Եվ այդպես անհասկանալի էլ նա մնացել էր անցյալին, որովհետև հեղնար աղբյուրը այլևս համարյա գոյություն չուներ աշխարհի վրա։ Համենայն դեպս դրա հրաշքը, որ տեղի էր ունեցել 20 տարի առաջ, վերացել էր նույն օրը և այնուհետև չէր կրկնվել երբեք։ Հեղնար աղբուրը, շշնջաց Բագրատը։ Հաստատ որ աղբրտինք, հեղնար աղբուրը։ Դրա պատկերը բոլորի ուղեղներում հանկարծ վերակենդանացավ պայծառ ու որոշակի, և նրանք զարմացան շատ ավելի, քան այն օրը, երբ հրաշքը տեսնում էին աչքերի առաջ։ Այն ժամանակ մարդիկ հավատում էին գերբնական երևույթների և հրաշքի հայտնվելը բնական էին համարում, իսկ այժմ դա թվում էր այնքան անհավանական։ Աղասին, որի կյանքն անցել էր ջրհորներ փորելով, վեր կացավ աթոռից ու նստեց մահճակալի վրա, Հաջու մոտ։ Մկրտիչ աղբեր, ասաց նա, մենք ամենքս էլ քու աղբեր տղերքդ ենք, ու օտար մարդ չկա այստեղ։ Իսկ դուն, ով գիտե, գուցե թե իսկապես պիտի նստիս դռանդ չոքած ուխտի վրա ու էրթաս խառնվիս ավիտենական քյարվնին։ Ասա մեզի, մկրտիչ աղբեր, գոնյա հմի սա, թե էդ ինչը խեղավ, որ հրաշքը պատահավ։ Չէ որ դուն ինքդ էիր շինե հեղնար աղբուրը։ Իսկ հրաշքը ախր աստվածային բան է։ Ուստա մկրտիչը նկատելիորեն մռայլվեց, ու մինչդեռ բոլորը անակնթարթ սպասում էին, նա սկսեց երկար,
Շատ երկար մտածել։ Մի պահ թվաց, թե նա բոլորովին էլ չէր մտածում և երբեք էլ չէր պատասխանելու այդ հարցին։ Բայց նա վերմակի տակից նորից հանեց ձեռքը, որն այժմ ավելի էր դողդողում, և ասաց. «Աղբուրը ձեռացագործ է, հրաշքը անձեռացագործ։ Իմ շինածս մենակ սովորական աղբուրն էր, հըմը անսովոր հրաշքն ասված ինքն էր դրե նոր մեջ։ Ես ինչ ասեմ ձեզի, ախպեր տղեկ, երբ որ ես ինքս էլ մենակ էդքանը գիտեմ, ոնչ ասված կրնա աղբուր շինե, ոնչ մարդը հրաշք։ Ես հողածին եմ, ես կրնամ պարզե մենակ իմ աղբուրս, ասված էլ թող պարզե իրան հրաշքը, թե որ կամենա, ու թե մենք արժանանանք է նոր տեսությանը», ավելացրեց Սարգիսը հառաչելով։ «Ամեն մեկիս մեուսի վրա մե բեռը մեղք կա կամա, մեկ էլ ուսի վրա մե բեռը մեղք ակամա։ Իսկ իմ մեջքիս վրա մենակ մե բեռը մեղք կա», ծանր արտասանեց Հաջին, որ մինչ այդ լուռ էր և այժմ շատ գունատված։ «Հըմը էդ մե բեռը աշխարհքի մեղքը կկշռքե»։ Ուստա Մկրտիչը իր ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ «Մեղավորը ես եմ, Հաջի, ես ինքսըսի որ էդ մասին խոսել հարկավոր չէ, հըմը ինքս էլ բացի էդ խոսակցությունը, ներող եղի», ապա թախիծով ժպտաց և շարունակեց. «Մարդու սիրտը տան պես է, ընձի իմաց են տվե, որ տունս շուտով պիտի քանդվի, իմաց են տվե, որ երեխոցս դուս հանեմ։ Ես 40 երեխա ունիմ, էնոնք էլ դուսն են, էլ ով է մնացել նեսը, նես աշեմ տեստիմ լիքն են, էդոնք իմ խոսքերս են, որ հնարք չեմ ունեցել դուս բերելու։ Դուս հանե երեխոցդ կսեն ընձի, տունդ քար ու քանդ պիտի եղնի, ուստա Մկրտիչ, ես որին դուս հանեմ, ժամանակ չէ մնացե, տե ես էլ դուս հանեցի իմ ամենքեն սիրած հիվանդ ու վիրավոր երեխիս, ներող կեղնիս, Հաջի»։ Որպեսզի խոսակցությունը մի այլ կողմ թեքի և Հաջուն դուրս հանի ծանր վիճակից, Օնեսը հարցրեց. «Երեխա, սիրմիտս ընկավ, տղեդ չպիտի արժանանա քու տեսութանդ»։ Հարցս հեռագիր էր տվե, պատասխանն ստացանք, ճամփա է ընկե։ Կհասնի, թե չի հասնի, Աստված գիտե, Մոսկվայից մինչև իստեղ 4 օրվա ճամփա է, հըմը իստից մինչի երկինք 4 րոպվա։ Մկրտիչ, հանդիմանական և հարցական դիմեց նրան աղասին, ինչ ես է գլուխդ գցե, մեռնիմ հա մեռնիմ, մեռնիմ հա մեռնիմ, մեգուցե ասպաց տվեց, վեր ելար։ Ուստան անհույս կերպով ձեռքը թափահարեց և լուռ մնաց։ Նրա շնչառությունը հազիվ էր նկատվում։ Մի քանիսը վեր կացան, մոտեցան լուսամուտին, բացեցին այն, սկսեցին ծխել և կիսաձայն խորհրդակցել, թե որքան կյանք է մնացել ուստային։ Ապա Օնեսը գնաց դեպի դուռը և կանչեց հարսին։ «Լսե, աղջիկ ջան», ասաց Օնեսը նրան, բայց նկատելով նրա կարմրած աչքերը, ընդհատեց ասելիքը և խրատեց. «Մի լա, բնության օրենքն է այդպես։ Իսկ Մկրտիչն էլ վենց մարդ է, հնչի կտանջվիս, գնա լվացվի, արի հիվնդի քովը, մենք հմի կերթանք, իրիկվա կողմը նորից կուքանք, հմը բան է, եթե մինչի ետ ուստի դրությունը գեշեցավ, դրկցի մանչու հետ մեզ իմաց տու, մենք բոլորս էլի ինտեղ ենք, շինության վրա»։ Լենինականի հին թաղերից մեկում, Ձորի բողազում, որն ամենայն իրավամբ դեռ կարող էր կրել Գյումրի անունը, իր փոքրիկ տան մեջ մեռնում էր աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտիչը։ Երբ այցելության եկած նրա ընկերները գնացին, նա շարունակեց պառկած մնալ անզգա, անշարժ։ Թեև նա չէր կորցրել իր գիտակցությունը, բայց անտարբեր էր դարձել դեպի աշխարհը։ Այլևս ոչ մի միտք չէր հուզում նրան, ոչ նույնիսկ հեղնար աղբյուրի հուշը։ Այժմ նրա ուղեղի փակվող դարպասից ներս էր սպրդում միայն այն, ինչ որ գտնվում էր անմիջապես նրա տեսողության դաշտում, նրա աչքերի առջև։
Իսկ այնտեղ գտնվողն այժմ արդեն ոչ թե դրսի ամբողջ տեսարանն էր, այլ լոկ աղբյուրը, նրա ուղեղի և ձեռքերի առաջին գործը։ 5 տարի ուրիշ վարպետի մոտ աշակերտություն անելուց հետո 26 տարեկան երիտասարդ Մկրտիչը ավարտեց այն, որպես իր առաջին ինքնուրույն աշխատանքը։ Հավաքվեցին Գյումրու հռչակավոր վարպետները, զննեցին աղբյուրը, ցնցեցին գլխաքարը, ամուր է արդյոք, խմեցին ջրից, սառն է արդյոք։ Ապա նրանցից մեկը ձեռքով փակեց խողովակի բերանը, ջուրը ետ չի խփի, չի ընդհատվի արդյոք։ Փակել աղբյուրը, ինչպես հայտնի է, ծանր մեղք է, բայց ոչ ուստաների համար, որոնք ստուգում են աշկերտի աշխատանքը։ Եվ երբ ուստան իր ձեռքը ետ տարավ խողովակից, բոլորը տեսան, որ ջուրը այնտեղից շարունակեց հոսել հանգիստ և հավասար։ Մկրտչին ձեռնադրեցին ուստա։ Հենց աղբյուրի մոտ էլ, գետնի վրա, նորընծա ուստան բաց արեց սփռոց, ճոխ հրավերք սարքեց նվագով և օղիով, նշանավորեց իր վարպետության առաջին օրը։ Մկրտչի մայրը վաղուց էր որոշել, որ երբ որդին դառնա ուստա, իսկույն ամուսնացնի նրան։ Տարիների ընթացքում նա հաճախ էր ընտրել, աչքի տակ առել ձորի բողազցի այս կամ այն աղջկան, բայց կանգ չէր առել ոչ մեկի վրա։ Վերջապես նա վճռել էր, որ աղջկա ընտրությունը ոչ թե կատարի ինքը, այլ թողնի Աստծու կամքին։ Ուստի և աղբյուրի գոյության առաջին օրը, վաղ առավոտյան, մայրը Մկրտչին ուղարկեց աղբյուրի մոտ, տեսնելու, թե աղջիկներից ով է առաջինը ջուր վերցնելու այնտեղից, ով որ լինի առաջինը, թող նա էլ Աստծու կամքով դառնա ուստայի կինը։ Հեղնարը, որի վրա վաղուց աչք ուներ Մկրտիչը, եկավ երրորդը։ Երիտասարդ ուստան ծանր հառաչեց ու վերադարձավ տուն։ Առաջին աղջիկը տգեղ էր։ Տգեղ էին Մկրտչի համար ձորի բողազի բոլոր աղջիկները, բացի Հեղնարից։ Բայց այդ էր նրա բախտը, այդպես էր կամեցել Աստված։ Ո՞վ է, հարցրեց մայրը։ Մկրտիչը լռեց մի պահ և ապա, ինքն էլ չիմանալով, թե ինչպես, ասաց հանկարծակի. Հեղնարն է, մայրիկ, ասաց և սարսափեց իր կատարած հանցանքից։ Խաբել մորը, չհնազանդվել Աստծու կամքին, կպատժի Աստված նրան այդ բանի համար, երջանկություն չի ունենա նա կյանքում։ Բայց խոսքը նման է նետված քարի, թռած թռչունի, ետ չի դառնա։ 2 օր հետո ուստայի մայրը իր բարեկամ մի քանի կանանց հետ միասին գնաց Հեղնարին ուզելու։ Աղջկա ծնողները, գեղեցկուհի Հեղնարի համար սպասելով ավելի լավ փեսացուհի, մերժեցին տալ նրան դեռ անհայտ ապագայի տեր ինչ֊որ երիտասարդի։ Սոսկալի վիրավորված Մկրտչի մայրը վերադարձավ տուն, արդեն ճանապարհին մտածելով, թե ինչ կերպ վրեժ լուծի ամբարտավաններից։ Չանցավ նույնիսկ մի օր, և ամբողջ ձորի բողազով տարածվեց նորությունը։ Մկրտչի մայրը գնացել է Հեղնարին ուզելու իր տղայի համար, բայց նկատել է, որ աղջիկը հիվանդ է բարակ ցավով և վերադարձել է առանց ուզելու։ Հեղնարի անունը միանգամից կոտրվեց։ Հարսնախոսների անընդհատ հոսանքը նրանց տուն կտրուկ ընդհատվեց։ Հեղնարը, ի ծնե թախծոտ ու զգայուն, ծանր ազդվեց այդ դեպքից և իրոք հիվանդացավ, պառկեց մի քանի ամիս։ Մկրտչի մայրն այլևս չհամարձակվեց ուրիշ աղջիկ ընտրել Աստծու ընտրածի փոխարեն։ Մկրտիչը գոհ էր դրա համար և պատրաստ էր ամուրի մնալ իր ամբողջ կյանքում, որովհետև ոչ ոքի չէր ուզում, բացի Հեղնարից։ Իսկ Հեղնարին մերժել էին տալ նրան։ Երևի դա Աստված էր պատժում նրան նրա ստի համար։ Անցավ 3 տարի։ Այդ ժամանակամիջոցում ուստայի մոր բարկությունն իջավ, և նա նորից սկսեց մտածել դատողաբար. ոչ կարելի է Աստծու կամքից դուրս գալ, ոչ էլ երիտասարդ տղային ընդմիշտ թողնել ամուրի։ Նորից հավաքելով իր բարեկամ կանանց, նա գնաց երկրորդ անգամ Հեղնարին ուզելու, այժմ հաստատ համոզված լինելով, որ անունը կոտրված և տանը մնացած աղջկա ծնողները այլևս չեն համարձակվի մերժել նրան։ Նա մեծ շնորհ է անում նրանց հիվանդոտ աղջկան ուզելով, իսկ դրա միակ պատճառն այն է,
որ հեղնարը Մկրտչի բախտն է, Աստծու որոշածը։ Եթե դա չլիներ, տղայի մայրը չէր հիշի այդ նիհար ու տխուր աղջկան։ Եվ իրոք, հեղնարի ծնողները այս անգամ չմերժեցին, այլ իսկույն տվեցին իրենց համաձայնությունը։ Հեղնարը դարձավ ուստա Մկրտչի կինը։ Ահա թե որքան հուշեր էր առաջացնում այդ աղբյուրը, նրա ուղեղի և ձեռքերի առաջին գործը։ Ջուրն այնտեղ հոսում էր զարմանալի վճիտ, ավելի վճիտ, քան երբևէ։ Թվում էր, թե ջրի փոխարեն ուստա Մկրտչի կյանքն էր հոսում այնտեղ։ Եվ ահա այդ էր պատճառը, որ ուստան սպառվել էր ու մեռնում էր։ Բայց փակել խողովակը նա չէր ցանկանում նույնիսկ այդ րոպեին։ Իսկ հետո թվաց, թե այնտեղ հոսողը բոլորովին էլ իր կյանքը չէր, այլ երկրի ուժը, որ նշանակված էր նրա զավակների երակները կյանք լցնելու համար։ Իսկ ինքը, ուստա Մկրտիչը, մի սովորական գյումրեցի էր, որին սակայն վիճակվել էր բաց անել այդ ուժի 40 ակունքները իր ժամանակակիցների համար, իր երկրակիցների համար։ Եվ նա գոհ էր այդ մեծ, այդ բարձր պատվից։ Վերջնականապես փակվելուն արդեն բոլորովին մոտ, հանկարծ նորից, գուցե միայն մի քանի րոպեով, ետ գնացին ուստա Մկրտչի ուղեղի դարպասափեղկերը, և ուստան իր առաջին աղբյուրից հետո հիշեց նաև ճամփակեսի 21-րդ աղբյուրը և վերջին 40-րդ աղբյուրը, որոնք նույնպես նրա կյանքի համար ունեցել էին կարևոր նշանակություն։ Քաղաքի գլխավոր փողոցներից մեկի վրա գտնվում էր մի շենք մյուսներից տարբեր։ Մինչդեռ մյուս բոլոր շենքերը կանգնած էին միահավասար շարքով, այդ մեկը գտնվում էր ավելի ետ, խորն ընկած։ Շենքի առջևում գոյացած արձակ տարածությունը փորված էր մի հարկի խորությամբ, շարված էր սևաքար պատերով և մայթի պռունգից մի քարե սանդուղք իջնում էր դեպի այդ քառանկյունի փոսը։ Փոսում, սանդուղքի վերջին աստիճանների դիմաց, խուլ պատի միջից հանված էր մի խողովակ։ Դա ուստա Մկրտչի 21-րդ աղբյուրն էր։ Փոսի հատակը ամբողջովին աղբյուրի գուռն էր, ջրով լի, որը մշտապես թռչում էր սանդուղքի վերջին աստիճանը։ Երբ ջուրը խմելու համար ներքև իջած անցորդը նայեր վերև, նա կտեսներ տախտակե պատշգամբը, որը շենքից ձգվելով դեպի մայթ, առաստաղի պես ծածկել էր այդ փոսը կիսով չափ։ Աղբյուրի ճակատին, սևաքար պատի մեջ, դրված էր մի կարմիր քար, փորագրված տառերով։ Այնտեղ տանտերը թողություն էր խնդրում իր մեղքերին և աղերսում էր անցորդներին բարեմաղթել իր հոգու համար։ Աղերսի տակ աղբյուրի փայլուն, դեղին խողովակն էր, որի ներսը արծաթավուն էր, կարծես ջրով զոծված։ Խողովակը մեջտեղում ուռուցիկ էր, արմատի ու բերանի մոտ նեղ, իսկ պռունգները լայն երկճեղքված, խողովակը նմանեցնելով գոյություն չունեցող կենդանու բերանի։ Ջուրն այնտեղից թափվում էր բուղղ և զգացվում էր, թե ինչպես ջրի հետ միասին խողովակից դուրս էր գալիս նաև ցուրտ թարմությունը։ Դա միակ աղբյուրն էր, որի կառուցման համար հետագայում այնքան զղջացել էր ուստան։ Աշխատելիս նա չէր ըմբռնել, թե ինչ է կառուցում, որովհետև տան և աղբյուրի ձևը հնարել էր ոչ թե ինքը, այլ տանտերը։ Իսկ երբ ըմբռնել էր, այլևս ուշ էր եղել։ Եվ ուստային մնացել էր միայն անիծել, որ աղբյուրի ջրի նման երկար լիներ տանտիրոջ ոչ թե կյանքը, այլ կյանքի դառնությունը, որ անցորդները աղբյուրի ճակատին կարդային ոչ թե աղերսի խոսքեր, այլ հայհոյանք, որ Աստված նրանցից լսեր ոչ թե բարեմաղթություններ, այլ նզովք։ Իսկ երբ իջել էր ուստայի բարկությունը, նա դադարել էր անօգուտ անիծելուց և թքելով այդ տան ճակատին, այլևս չէր անցել դրա մոտով։ Եվ իրոք, ջուր խմելու իջնող ամեն անցորդի այնպես էր թվում, թե նա մտնում է այդ հանդիսավոր տան հպատակության տակ։ Ջուր խմելու թեքված ամեն անցորդի այնպես էր թվում, թե նա խոնարհվել է երկրպագության։ Ջուր խմող ամեն անցորդի այնպես էր թվում, թե նա ծծում է հնազանդության թույնը։ Եվ ջուր խմած ամեն անցորդի այնպես էր թվում, թե նա դատապարտված է անդառնալի։ Հեղափոխությունից հետո, ազատագրության առաջին իսկ օրը,
ուստան վերցրել էր իր սրածայր մուրճը և շտապել էր այնտեղ ոչնչացնելու աղբյուրի գլխագիրը, բայց հասնելով տեղ, նա տեսել էր, որ իրենից առաջ, ով գիտե ովքեր, արդեն ոչ միայն ջնջել էին գլխագիրը, այլև կտրել, վերացրել էին ատելի պատշգամբը։ 15 տարուց հետո առաջին անգամ արևը խաղում էր ոսկեդեղին խողովակի հետ։ Եվ ահա այդ էր եղել պատճառը, որ ուստան ազատագրության առաջին իսկ օրվանից գնացել էր, ուր որ կանչել էին նրան, և աշխատել էր։ Աշխատել էր, կառուցել էր իր վերջին աղբյուրները, և երբ մնացել էր միայն ամենավերջինը, նա մի օր կարմիր քարափոշով ծածկված գոգտոցը հագին ներկայացել էր տեքստիլ գործարանի վարչությանը։ Տեքստիլ գործարանի թաղամասում բոլոր բնակարաններն ու հիմնարկները ունեին ջրի ծորակներ։ Ուստա Մկրտիչը ինքն էր կավել լայն խողովակներով ջուրը բերել թաղամաս և թողել, որ ուրիշ, նոր արհեստավորներ երկաթե նեղ խողովակներով բաժանեն ջուրը բոլոր շենքերին։ Եվ բոլոր շենքերը ջուրը ստացել էին լիուլի։ Բայց չնայած դրան, ուստան միտք էր հղացել մի սովորական աղբյուր կանգնեցնել դրսում, փողոցներից մեկի անկյունում։ Վարչությունը, աշխատելով չվիրավորել սիրված վարպետին, զգույշ մերժել էր նրա առաջարկը, աղբյուրը համարելով ավելորդ։ «Ավելորդս ո՞րն է», վրդովվել էր ուստան։ «Թող ջուրն իրան համար վազե, ձեզնեն ի՞նչ կերթա։ Ճամփորդ կանցնի կխմե, վռզմարդ կանցնե կխմե, վառված սիրահար կանցնե կխմե։ Էդոնք խո չեն կռնա ամեն րոպե մտնի տները ժանգոտ ջուր խմելու»։ Վարչության մեջ ժպտացել էին ուստայի հայտնի արհամարանքի վրա, երկաթե խողովակների և ծորակների հանդեպ, բայց պնդել էին մերժումը, առարկելով, որ չկա ավելորդ գումար ճամփորդների, վռազմ մարդկանց և սիրահարների համար աղբյուր կառուցելու։ Այդ ժամանակ ուստան հայտնել էր, որ ինքը կաշխատի մեն֊մենակ, արտաժամյա, առանց որևէ վարձատրության, բայց աղբյուրը անպայման կկառուցի։ Եվ նա սկսել էր աշխատել բանթողի ժամերից մինչև մութն իջնելը, աշխատանքի ընթացքում հետզհետե ավելի համոզվելով, որ այդ աղբյուրը այդպես էլ պետք է կառուցվեր, միայն իր աշխատանքով, բոլորովին ձրի, իբրև նվեր, չէ՞ որ դա իր վերջին, ամենավերջին աղբյուրն էր։ Ինչպես իր բոլոր մյուս աղբյուրների, նույնպես և այդ վերջինի գլխաքարի վրա ուստան իր ձեռքով էր քանդակել բառերը։ Պսակազարդ շրջանակի մեջ նա վիմագրել էր. «Կառուցավ աղբյուրս այսի արտաժամու, վասն շնչո փրկության, ուստա Մկրտիչը»։ Գործարանի վարիչի այն խորհրդին, թե բանվորները այդ չեն հասկանա, և ավելի լավ կլիներ գրել աշխարհաբար, ուստան խրատական հանդիմանական խիստ տոնով պատասխանել էր. «Թող էդ մեր երկու խոսքն էլ գրափար սորվին, բերնները չի ցավի, իրանց պապերու լիզուն է»։ Վասն շնչո փրկությանը նույնպես ուներ իր պատմությունը։ Ինչպես բոլոր նման դեպքերում, ուստան պատրաստվում էր գրել վասն հոգվո փրկության, սակայն շտապ վրա հասած բազմաթիվ երիտասարդ բանվորներ և բանվորուհիներ խնդրել էին նրան այդ բանը չանել։ Բացատրել էին, որ հոգի չկա, որ մարդու մեջ եղածը շունչ է, և դա բնությունից է և ոչ թե Աստծուց։ Ուստան լսել էր ուշադիր, առանց հակաճառելու, ապա թախիծով պատասխանել էր. «Մարդու մեջ մի բան կա, որ իրան հետ չպիտի մեռնի, որ մարդու մեռնելեն յետև պիտի փրկվի։ Կուզեք հոգի ըսեկեդոր, կուզեք անուն, կուզեք գործ, կուզեք շունչ, ըշտը ես աղբուրս կշինեմ այդ մի բանի փրկության համար»։ Եվ հենց իսկույն բոլորի ներկայությամբ ավանդական հոգու փոխարեն նա քանդակել էր իր շունչը։ Եվ ահա ուստայի պառկելուց միայն մի օր առաջ բոլորովին պատրաստ կանգնել էր նրա վերջին, 40-րդ այդ աղբյուրը։ Կյանքի ճանապարհը, որ անցել էր ուստան և ավարտել, այժմ լրիվ լուսավորված էր 40 ջահերով, նրա 40 անապակ աղբյուրներով, որոնք այնքան պատմել էին և դեռ այնքան պիտի պատմեին հռչակավոր ուստայի մասին, որոնք վառ պիտի պահեին նրա գործն ու անունը։ Բայց հանկարծ նրան այնպես թվաց,
որ իր հետ միասին մեռնելու էին թե իր գործը և թե անունը, և դրա պատճառը լինելու էր մի հին, վաղուց անցած բան։ Այդ միտքն այնպիսի ուժգնությամբ շանթեց մեխվեց նրա ուղեղում, որ նա ցնցվեց, սթափվեց և տագնապով ձայն տվեց դեպի դուռը։ Հարս, այ հարս։ Հարսը արագ մտավ ներս։ Ինչ է, հայրիկ։ Արի։ Հարսը մոտեցավ և վախ աչքերի մեջ կանգնեց նրա մահճակալի մոտ։ Նստի։ Մարդ խո չկա այն սենյակը։ Գևորի մերն է։ Եկել է, որ մենակ չմնաս, հասկացավ ուստան։ Լավ է երե։ Աբա քովս ինչի չի գա, իրանեն բարև տանիմ մորս։ Դու քնած էիր, կուզես կանչեմ։ Քնած չէի, համա էլ մի կանչ է։ Ես քեզ բան պտիսեմ, նստի։ Հարսը նստեց ուստայի մահճակալի վրա, լարված, սպասողական, իսկ մինչ այդ ուստայի դեմքի վրա ակնհայտ նկատվում էր անվճռականությունը, խոսել, թե ոչ։ Դեռ գուցե կգա իր տղան։ Չեկավ, հարցրեց նա երկար լռությունից հետո։ Հլը գնացքի վախտը չէ։ Իսկ իմ գնացքիս վախտն է։ Չեղավ հարս։ Դուռը կիսաբաց եղավ, և մի պառավկին գլուխը թեքեց ներս։ Հարսը ձեռքով նշան արեց նրան, որ չմտնի, որից հետո դուռը իսկույն ծածկվեց։ Ուստա Մկրտիչը չնկատեց այդ և շարունակեց. Դուն շատ լավ գիտես, որ ես նեղեցած եմ իմ տղիցս ու քու մարդուցդ։ Էնիկ գոռոզ եղավ, էնիկ չհավնավ իմ գիտությանս։ Գնաց, որ աղբուր շինելու արհեստը ուրիշներեն սորվի, ոնչ թե ընձնեն։ Լավ չերավ։ Հայրիկ, ախր այնտեղ պրոֆեսորները դաս կուտանեն օր։ Պրոֆեսորները։ Ուստան ձեռքը հանեց վերմակի տակից և դողդողացող մատները բռունցք հավաքելով ուժեղ խփեց իր կրծքին։ Ես եմ ամենավենց պրոֆեսորը։ Թող սորվի ումեն որ կուզե։ Համը առանց իրան հոր գիտությանը, այն որ ուսմունքն արժեք չունի։ Ուստան նկատելիորեն հուզվեց, կակազեց և խոսքը ընդհատեց։ Ըստ երևույթին նա դժվարանում էր շարունակել, վախենալով ծանր խոսքեր ասել որդու հասցեին։ Բավական ժամանակ լուռ մնաց, իսկ երբ նորից խոսեց, նրա ձայնը խաղաղ էր, վախեցնելու չափ խաղաղ։ Թե որ գար, թե որ հասներ, ես ինքս կխոսեի հետը, կսորվեցնեի ամեն բանը, թող մի բանի տեղ չդներ, համը էգվան առանց էդորյոլա երթալ չբիդի կրնար։ Ժամի քանիսն է հարս։ Հարսը վեր կացավ և մոտեցավ կոմոդին, որի վրա ընտանեկան հին լուսանկարների, թղթե ծաղիկների, գիպսե կատվի և նապաստակի միջև տկտկում էր սեղանի ժամացույցը։ Ետ արի հարս, հարկավոր չէ, շտապ կանչեց ուստան։ Ես իմացա ժամը, 3 րոպե է պակաս։ Երբ հարսը վերադարձավ և նստեց, չհասկանալով ուստայի խոսքերի իսկական իմաստը, նա շարունակեց. Տղիս կսես, որ եթե ով գիտե, մե դժվարությանըմ հանդիպի, թող քանդե իմ 40 աղբուժներես որ նոր կուզենա, և թող սորվի են որ հնարքները։ Կսես, որ թող չխնդա իրան հոր վրա ու մտեհան չենե նոր։ Կսես, որ մեռնելուս րոպեին իմ սիրտս խռոված չեր են որ հետ։ Վերջի մնաս բարովն ու պրոշտիս մտեհան չենես։ Ուստան լռեց։ Հարսը սարսափով նայեց նրան, բայց նա դեռ չէր մեռել։ Նա մտածում էր։ Եվ հանկարծ անսպասելի զգաստությամբ նա նստեց, տագնապով լի աչքերը ուղղեց հարսի վրա և ամուր բռնեց նրա ձեռքը։ Հարս, պարտականություն կդնեմ վրեդ։ Տղիս ըսա, որ ինչքան գեշ բան ենե աշխարհքի վրա, ես այն օր կներեմ։ Համը իմ ավիտենական նզովքս ու անեծքս կուտամ, եթե մե օրըմ ձեռք տա հեղնար աղբուրին։
Ինչ կսես, հայրիկ, սարսռաց հարսը։ Թող քանդե թեկուզ իմ քարսուն աղբուրներս էլ, էդոր մեջ սրբապղծություն չկա, համա հեղնար աղբուրը ուրիշ է, էնոր տակը գերեզման կա։ Արար աշխարհք գիտե այդ բանը, ինչի պիտի քանդե, հայրիկ։ Ով գիտե, գուցե թե հրաշքի համար քանդե։ Իմ ժամանակս մարդ այդպես բան մտքեն էլ չեր անցնե։ Հմի մարդը ստուգել կուզե ասպացային հրաշքը։ Ախր հրաշք չկա, հայրիկ, սուտ բան է։ Հրաշք կա ավտծողի համար, այդպես էլ կսես իրան։ Համը չավտծողը հրաշք չի տեսնի։ Կսես տղիս որ հեղնար աղբուրի հրաշքը, ոնչ թե չոր քարի կամ թաց հողի մեջներ, այլ իմ ժամանակվա մարդոց հավատացյալ հոգու, իսկ քեզի ազիս հարս ջան, հազար մնաս բարով։ Նույն վայրկյանին դրսում աղմուկ լսվեց, հարսը արագ դուրս վազեց, նախասենյակում լսվեց տղամարդու ձայն, ապա հարսի լացակումած ձայնը, որ շտապ ինչ որ բան էր հաղորդում, որից հետո դուռը շրխկալով բացվեց և սենյակ մտավ ուստա Մկրտչի որդին։ Ուստան արդեն մեռած էր։ Երկրորդ խաղաղ ու բաց կապույտ բացվեց առավոտը ուստա Մկրտչի սենյակում։ Առավոտվա պես հանդարտ ու անշշուկ գալուստը արթնացավ, կարծես քնի մեջ նա երկար ժամանակ ունկնդրել էր լռությանը։ Այն սենյակից, որտեղ մի օր առաջ նրա հայրն էր մեռել, նա նայեց դեպի լուսամուտի նուրբ, անիրական կապույտը։ Երեկոյան մանանը մոռացել էր փեղկերը ծածկել, և գալուստը այժմ գոհ էր այդ մոռացության համար։ Նա տեսնում էր ձորի բողազի առավոտը, առաջինն այն առավոտներից, որոնք այլևս չէր տեսնելու նրա հայրը։ Տան առջևամասում աղջամուղջի միջից գծագրվել էր բարդիների սպիտակավուն բների շարքը։ Բների այդ սյունաշարից այն կողմ, վերևում, որտեղ դիմացի լանջի ամենավերին փողոցն էր, լուսացող երկինքը ատամնավոր հորիզոնով իջել էր բնակարանների բարձր ու ցածր պատերի դեռ մութ շարքի վրա։ Դռների վերևում դեռ պլպլում էին փողոցը լուսավորող նավթի լապտերները և փողոցում դեռ կատարյալ գիշեր էր։ Բների այդ սյունաշարից այն կողմ, ներքևում, որտեղ երկու տների արանքից երևում էր ձորի տափակ ու լայն հատակը, դեռ լրիվ խավարի մեջ հոսում էր Սակավաջուր Արվակի շարժուն խավարը։ Նայում էր գալուստը սենյակի տաք կիսախավարից և զգում էր, թե ինչպես բարդիների գագաթներից իջնում էր զովությունը և Արվակի ջրից բարձրանում էր զովությունը։ Մանանի մահճակալից լսվում էր քնածի հանդարտ շնչառությունը։ Թվում էր, թե դրանից էր սենյակի և խաղաղ ջերմությունը, և խաղաղ կիսախավարը։ Եվ հանկարծ սենյակը իր պատերի գորգերով և հատակի գորգերով և գունատ կապույտ և գունատ կարմիր վերմակներով, անկյան փոքրիկ սեղանի վրա դեռ պլպլացող գիշերաճրագով, գալուստին թված դրսի հետ այնքան չառնվող, այնքան ներփակ։ Եվ առաջին անգամ սրտի ծանր ճնշումով նա զգաց դրսի նույն կարոտը, որը զգացել էր նրա հայրը մեռնելուց առաջ, նույն սենյակից նայելով դեպի լուսամուտի այն կողմը։ Գալուստը անմիջապես վեր կացավ, անշշուկ հագնվեց և բաց անելով դուռը, դուրս ելավ դեպի աշխարհ։ Հազիվ դուռը բաց արած, նա լսեց ծառերի ու ջրի համատարած մեղմ խշշոցը զով լռության մեջ։ Առավոտը, որ սենյակից երևում էր բաց կապույտ և երազային, այժմ գունաթափ էր և իրական։ Այստեղ ու այնտեղ, լուսաբացի սառնության մեջ, դեռ փայլում էին փոքրիկ լապտերները, արդեն անճառագայթ, ինքնամփոփ։ Մի բարձր սյան վերևում միայնակ վառվում էր էլեկտրական մեծ լապտերը, որ թեթև օրորվում էր, երևի քաղաքի վրայով անցնում էր փոքրիկ քամի։ Լուսամուտափեղկերը, դռները և դարպասները դեռ փակ էին։ Տների առջևի անպարիսպ բակերում և փողոցներում դեռ ոչ ոք չկար։
Ծառերի և ջրի համատարած մեղմ խշշոցը, որ լսվել էր առաջին վայրկյանին, այժմ դարձել էր անլսելի. ամեն ինչ լուռ էր։ Միայն փողոցներից մեկի անկյան ետևում մեկը ավլում էր մայթը։ Մի քառապանի կտուրից հստակ բուրում էր խոտի դեզը, որի մի կողմում դեռ կծկվել էր վերջացած գիշերը։ Ինչ-որ հեռու, շատ հեռու փողոցից լսվեց երկաթե փականքի պաղ հնչյուն, բացվեց մի դարպաս։ Ապա վերահաստատված լռության մեջ լսվեց Դաուլի անշտապ ընդհատ կտկտոցը։ Վաղ լուսաբացի անդորրության մեջ այդ նվագը փափուկ էր և դուրեկան, որովհետև Դալչին ոչ թե փայտերով, այլ մատներով էր խփում նվագարանի մաշկին։ Նվագը մոտենում էր դանդաղաքայլ կարգի ընթացքով։ Չտեսնելով անգամ կարելի էր պատկերացնել նվագողին, կառքում նստած, կարմիր կողերով Դաուլը գոգն առած, ողորկ ու կիսաթափանց մաշկին խփելիս։ Մի քիչ անց հազիվ լսելի հասան նաև զուռնաների հնչյունները, տոն պահողի միալար մեղեդին և դրա եղանակային ոլորտում բուն զուռնայի ելևէջը։ Եվս մի քիչ անց փողոցի սալահատակի վրա լսվեցին ձիապայտերի մաքուր, անշտապ հնչյունները, կլանչ, ըստ երևույթին դանդաղ գալիս էին երկու կառքեր։ Երբ դրանք ավելի մոտեցան, ձիապայտերի հնչյունները հանկարծ կտրվեցին, խլանալով Դաուլի կտկտոցների մեջ, որոնք այժմ շրջապատված էին զուռնաների ախորժալուր հնչյուններով։ Անկյան ետևից երևաց առաջին կառքը, իսկ մի պահ հետո միայն մի քայլ ետ ընկած կողքով եկող երկրորդ կառքը։ Մեկում նստած էին Դաուլ զուռնաչիների եռյակն ու երկու այլ մարդիկ, իսկ մյուսում ևս երեքը։ Բաց կապույտ գույնի հաստ համազգեստ թաքած կառապանները զվարթ նայում էին լուսաբացին։ Կառքերի եկած փողոցներում անշուշտ քաղցր կիսարթնացել էին մարդիկ և այժմ հեռացող կառքերի ետևում նորից քնում էին, նվագով օրորված։ Կայնի, կառապանները սանձերը ձգեցին։ Այն կառքից, որտեղ նվագողներն էին նստած, մեկը վար իջավ և մոտեցավ մի տան լուսամուտներին, որոնց փակ փեղկերը երկնագույն էին, լուսաբացի նման։ «Օնես», նա ձեռքով թխթխկացրեց տախտակը։ Մի վայրկյան դեռ պատասխան չեղավ։ «Օնես», բղավեցին նաև կառքերի միջից։ Ապա մեկը դիմեց ներքևում գտնվողին. «Ամուր զարկ, աղասի»։ Նույն րոպեին սենյակից լսվեց շրշոց, ապա շարժվեց լուսամուտափեղկի նիգը, որի կեռ ունեցող ծայրը ամրացված էր ներսում։ Աղասին դուրս քաշեց այն և փեղկերը ետ ծալեց։ Արձակ ու սև մազերով մի կին շրջանակներից մեկը բացեց դեպի ներս և դեմքը մոտեցրեց երկաթավանդակին։ «Բարի լույս, քուր», ողջունեց աղասին։ «Օնեսը տունն է»։ «Դուն ես, եղբայր, աստծու բարին, տունն է», շշնջաց կինը նոր արթնացածի խաղաղ լուսաբացային շշունջով և հեռացավ դեպի սենյակի խորքի մթությունը։ Այնտեղից լսվեց, թե ինչպես նա արթնացնում էր ամուսնուն ցածր ձայնով, մյուս քնածներին չխանգարելու համար։ «Օնես, զարդի Օնես, աղասի եղբայրը քեզի կուզե»։ «Չեկավ»։ Անհամբերացան կառքերում։ «Կուգա», հայտնեց աղասին։ Մեկ էլ կողքի վրա դարձավ։ Սպիտակեղենով և քնաթաթախ աչքերով լուսամուտին մոտեցավ Օնեսը և խռպոտ հարցրեց. «Ո՞վ է»։ «Օնես, ես քու հոգուդ մեռնիմ», աղմկեցին կառքերից։ «Դուրս արի, Ազիզ ջան, տուշ Օնեսի համար»։ «Արփաչայ կերթանք», բացատրեց աղասին։ «Հագի, իրիկվնե տեյմոր հմի, ավետիք հենց տունը քեֆ կենեինք»։ Օնեսը երկաթավանդակից նայեց դուրս։ «Ավետիք ջան», բացականչեց նվագողների մոտ նստածը, ձեռքով անելով։ «Ծո շուտ էրա»։ Օնեսը սկսեց հագնվել, լուսամուտից չհեռանալով։ «Էլ ո՞վ կա», հարցրեց նա։ «Սարգիստ է, Կարոն Բագրատը»։ «Ասել է, բոլորդ իստեղ եք», եզրակացրեց Օնեսը։ Սպասելով իրենց ընկերոջը, կառքում սկսեցին նվագել մեկն այն եղանակներից, որոնցով բացվում է լույսը Գյումրիում։ Դաուլը այդ նվագի ընթացքում մնում է լուռ,
և եղանակը ծորում է մեղմ ու անուշ, կարծես մեկը քթի տակ երգ է ասում առանց բառերի և խորը։ Երբեմն զուռնան սահուն բարձրացնում է ձայնը և նույն կերպ նորից իջեցնում, որից հետո եղանակը ավելի խորն է դառնում և կարծես նիրհում է։ Նվագի ընթացքում Օնեսը հագնվեց, լվացվեց և դուրս ելավ փողոց։ «Բարի լույս», դիմեց նա բոլորին։ «Աստծու բարին, նստի Օնես ջան, ուշացանք», շտապեցրին կառքերից։ Բագրատը վարձ հատկեց, գրկեց Օնեսին, համբուրեց և տարավ իր նստած կառքը։ «Արի, արի, ազիզ ընկեր», հրավիրեց Կարոն, տեղ անելով նրան փափուկ նստելատեղում։ Ապա կանգնեց կառքի մեջ ու ձայն տվեց. «Քշեք»։ Կառքերը շարժվեցին, նվագը ցնցվեց և տեղահան լինելով սկսեց նվազել։ Մի րոպե թվաց, թե դա ոչ թե տարածությունը, այլ ժամանակն էր կուլ տալիս դաուլ զուռնայի ձայնը։ Գալուստը դուրս ելավ ինքնասույզ վիճակից, նայեց հեռացող կառքերի ետևից, և նրա սիրտը սեղմվեց վշտի այն ծանր զգացումով, որ ահա գնում են իր հոր ամենամտերիմ և ամենավերջին ընկերները, իսկ իր հայրը չկա նրանց հետ։ Երբ վերջապես մեղեդին սուզվեց լռության մեջ, ձորի բողազի վաղ առավոտը նորից դարձավ համատարածորեն խաղաղ, անձայն։ Գալուստը նայեց բարդիների համարյա անշարժ գագաթներին և չլսեց դրանց սոսափը, նայեց ջրին և չլսեց դրա կարկաչը։ Եվ չհամարձակվելով խախտել լուսաբացի այդ հրաշալի պահը, վախենալով անգամ իր ոտնաձայներից, նա զգույշ քայլերով իջավ ջրափ, անցավ սակավաջուր ավարակը, քարից քար, և բարձրացավ դեպի իր հոր կառուցած առաջին աղբյուրը։ Ջուրը այնտեղ հոսում էր զարմանալի վճիտ, ավելի վճիտ, քան երբևէ։ Անշարժ կամարով այն ձգվել էր փայլուն խողովակից մինչև գուռ, թվում էր, թե ուստա մկրտչի կյանքն էր այն, անհայտությունից եկած և դեպի անհայտություն գնացած։ Ձորի բողազում դեռ ոչ ոք չէր երևում։ Առանձին կանգնած տները ներքևում և երկար փողոցները վերևում դեռ քնած էին անշշուկ։ Ինչ որ տեղից լսվեցին ճնճղուկների խուռն գործունյա կանչերը, ապա բազմաթիվ թևերի մանր փռռոցները։ Երևի նրանք նստել էին դեռ դատարկ փողոցներից մեկում, հավաքելու համար այն գարին, որ դեղին երիզով ծորացել էր գիշերով անցած սայլերից, բայց այժմ ինչ որ բանից անհանգստացած նրանք թռան։ Ջրափից մի քիչ բարձր գտնվող տներից մեկի անպարիսպ բակում զնգած շան շղթան, ապա իր տախտակե բնի մեջ շունը լայն հորանջեց և ատամների ամուր շրխկոցով բերանը նորից փակեց։ Այնտեղ բակի առջևամասի ծառերից մեկի տակ երեկոյից ի վեր ինչ որ երեխա մոռացել էր իր խաղալիքը։ Ջրհորի վրա ամրացված ճախարակը անշարժ էր, բայց պարանի ազատ կախված ծայրը թեթև օրորվում էր մարդու համար աննկատելի հովից։ Մի տան դուռ բացվեց։ Դուրս ելավ կիսահագնված, արձակ մազերով մի հասած աղջիկ, մոր ոտնամանները ոտքերը գցած, և լուսամուտների կարմիր փեղկերը ետ ծալեց։ Երկաթավանդակների և ապակիների ետևից ժպտացին ծաղկամանները բացված ծաղիկներով։ Աղջիկը ներս գնաց։ Հանկարծ ամենաբարձր բարդիների գագաթները պայծառացան։ Ըստ երևույթին, ձորից այն կողմ, քաղաքից էլ այն կողմ, ինչ որ հեռու տեղում ծագեց արևը։ Նրա լույսի տակ սաղարթները, որ թաց էին, փայլեցին բազում ոսկիների պես։ Իսկ երբ արևածագի պահին հանկարծակի փչող և իսկույն ընդհատվող քամուց շարժվեցին տերևները, և արևի լույսը փոխնեփոխ ընկավ դրանց այլևայլ բազմությունների վրա, թվաց, թե բարդիներից ոսկի է թափվում աշխարհին, ոչ սովորական ոսկի, այլ այնպիսի, որը եղել է բոլոր ձորի բողազցիների երազը։ Ձորի լռությունը, թեև չխախտված, այժմ լի էր ինչ որ անըմբռնելի խլրտումով։ Դա բնակարաններում արթնացել և կամ արթնանում էին մարդիկ։ Աննկատելի անցնում էր ժամանակը։
Այժմ արևը ծառերի գագաթներով հոսել էր ավելի վար, հոցելով համարյա բոլոր սաղարթները։ Դրանից փողոցների և տների տեսարանը ներքևում թվում էր ավելի մուգ։ Եվ հանկարծ այդ աշխարհի համատարած ստվերի մեջ արևն ընկավ կտուրներից մեկի պռունկին կանգնած կարմիր ու դեղին փետուրներով աքաղաղի վրա։ Աքաղաղը վառվեց հրդեհի պես։ Տների դեռ ստվերոտ ֆոնի վրա նա միակ պայծառ կետն էր։ Երբ տաք ճառագայթներից աշխուժացած նա հեռացավ կուտ որոնելու, թվաց, թե արևը ինքն էր, որ մտավ ամպերի տակ։ Փողոցը նորից կորավ համատարած ստվերի մեջ, բայց աքաղաղը երևաց հարևան կտուրի վրա, ավելի պայծառ, հետո երրորդ կտուրի վրա, չորրորդի, կարծես մի խուրձ բոց նա շրջում էր արևով հրդեհելու ձորի բողազը։ Առավոտը վերջացավ։ Երրորդ հոսում էր նվիրական Ախուրյանը իր հավիտենական խաղաղությամբ։ Ոչ խորն էր այն, մարդակուլ խորությամբ, ոչ լայն էր անանցանելի լայնությամբ, և ոչ սրընթաց գահավեժ արագությամբ։ Այն չէր աղմկում և դուրս չէր գալիս իր ափերից։ Լուռ, ծանր ու մտասույզ ձգվել էր նվիրական Շիրակի դաշտով դրա վճիտ ջուրը։ Այն առաջ էր շարժվում դանդաղ ու հանդիսավոր, իր հեռավոր ակունքը խրած հին հազարամյակների մեջ և ձգվելով դեպի նոր հազարամյակներ։ Գետը հոսում էր քաղաքի արևմուտքում, մի երկարանիստ բլուրով քաղաքից պատնեշված։ Բլուրը, սակայն, մի տեղով ճեղքված էր, և այդ ճեղքով անցնում էր քաղաքից դեպի Ախուրյան տանող ճանապարհը։ Երբ խրախճանքի գնացողների կառքերը հասնում էին բլուրների այդ կտրվածքին, նվիրական գետի տեսարանը բացվում էր միանգամից։ Նրանց աչքերի առաջ, բլուրի լանջից սկսած, լայն դաշտը աննկատելի վայրէջքով գնում հասնում էր մինչև գետը, որը հոսում էր առանց դիք ափերի, միանգամայն հարթ տարածության վրա, ջուրը ափերի հարթությանը հավասար։ Գետի մյուս ափի վրա, դաշտի մի նեղ շերտից այն կողմ, կար մի ցածրիկ, քարքարոտ ու երկարավուն բլրակ, բայց դա շատ երկար չէր և միայն առջևումն էր փակում տեսարանը։ Բլրակի մի ծայրում փռված էր արևով ողողված լայն դաշտը։ Դրա պայծառության վրա, մոտիկ ու հեռու, իրարից անջատ գալարումներով, փայլում էին գետի արծաթե կտորները։ Ջրափերի վրա, արևով ողողված, երևում էին բազմաթիվ բոստաններ։ Իսկ բլրակի մյուս ծայրում երևում էին բազմակուտակ լեռներ, առջևինները ցածր, ետևինները բարձր, ապա ավելի բարձր, և ավելի, մի ամբողջ լեռնաշխարհ կապույտով շղարշված։ Բայց թվում էր, թե այդ կապույտը ոչ թե տարածությունն էր, այլ ժամանակը։ Թվում էր, թե այնտեղ կանգնած էր պատմությունը, որ նայում էր դարերի մշուշից։ Այդպիսի լեռնաստան չկար ուրիշ ոչ մի տեղ, և այն թողնում էր հին մագաղաթի վրա նկարված աշխարհի տպավորություն։ Մարդիկ կառքերի միջից նայում էին այդ կապտավուն լեռնաստանին, բլրակի մի ծայրում, և ոսկեպայծառ դաշտին մյուս ծայրում, ապա ուղիղ դիմացը բլրակին։ Բլրակի լանջն ի վեր փռված էր մի գյուղ աստիճանաձև դասավորված տնակներով։ Տնակների գորշության մեջ այստեղ ու այնտեղ գտնվում էին բազմաթիվ կալերի շրջանաձև արձակ տարածությունները, կալսելու համար գետով մեկ փռված ոսկե հասկերով։ Դրանց աչք կուրացնող պայծառ դեղին սկավառակների վրա, արևով ողողված, շրջանաձև քայլում էին դեղնակարմիր եզների զույգերը, իրենց ետևից քարշ տալով կամի տախտակներ։ Կամերի վրա կանգնած ոտաբոբիկ աղջիկները, որ սպիտակ լաչակներ ունեին գլխներին կապած, ճիպոտների թույլ շարժումներով շտապեցնում էին եզներին։ Կարծր քարի կտորները, տախտակների մեջ խրած, մանրում էին գետնի վրա հաստ շերտով փռված հասկերը։ Կալերի մոտ վեր էին խոյացել բարդիները։ Դրանց խիտ սաղարթների կանաչը և գետնին ընկած ստվերները ավելի պայծառ էին դարձնում ոսկեղեն կալերի տեսարանը։ Գյուղի ներքևում, ջրափին, ամբողջապես ուռիների թանձր ստվերում թաքնված, ճյուղերի արանքներով հազիվ էր երևում ջրաղացը, միշտ խոնավ, մամուռից կանաչագույն դառած տախտակե խողովակներով։ Նվիրական գետի ափերը անծառ էին,
Ցերեկային արևի տակ արձակորեն ձգված։ Միայն մի քանի տեղում կանգնած էին փոքրիկ ծառաստաններ, որ կարծես կանաչի, ստվերի և զովի կղզյակներ լինեին շրջապատի դեղնած խոտերի, արևային լույսի և ջերմության մեջ։ Եվ դանդաղ մտրակում էին կառապանները իրենց ձիերին, որոնք ծանրաքայլ իջնում էին գեղեցիկ հովիտը։ Կառքերը վերադարձան քաղաք, իսկ արհեստավորները սփռոց բաց արեցին առանձնակի կանգնած մի հով ուռենու ստվերում։ Ջուրը հոսում էր սփռոցի մոտով, թռչելով արևի տակ դուրս պրծած դրամի ծայրը։ Դաուլ զուռնաչիների նստելու համար գտան բերեցին 3 քար։ Նրանց առջև դրեցին ուտելիք, օղի և բաժակներ, իսկ իրենք բոլորվեցին սփռոցի շուրջը, ծալապատիկ, տափակ։ Բացակա ուստա Մկրտչին հատկացրին ամենալավ տեղը, սփռոցի գլխին, ծառի բնի տակ։ Նրա կողքերին նստեցին Օնեստ ու Կարոն, սփռոցի մի կողմում Բագրատն ու Սարգիսը, մյուս կողմում Ավետիքն ու աղասին։ Շարեցին 7 բաժակ, օղի լցրեցին։ Ուստա Մկրտչի բաժակի մոտ դրեցին խորովածի և այլ խորտիկների ամենալավ պատառները։ Մնացին լուռ, գլխահակ։ Գլխահակ լսեցին դաուլ զուռնայի լացող եղանակը, ապա, երբ նվագի վերջին հնչյունները մարեցին ծառի զով սաղարթներում, աղասին վերցրեց իր բաժակը, խփեց ուստայի բաժակին և ասաց. «Ամեն անգամվա պես առաջի կենացը տեղնի, Ազիզ, կյանքդ այնքան էրկան եղնի, ինչքան որ ափսոս մահն է երկան»։ Օնեսը նույնպես բաժակ վերցրեց։ «Մշտական մեր սուփրի գլխում նստած եղնի, ախպեր, ձեններս կտրենք, լսենք քեզի, լսենք ու չկշտանանք»։ Կարոն նույնպես բաժակ վերցրեց։ «Կյանքի մեջ մեզնեն վենձը դուն էիր, Մկրտիչ, մահվան մեջ էլ մեզնեն վենձը դուն եղար։ Կենացդ»։ Բագրատը նույնպես բաժակ վերցրեց։ «Գործդ արծթե 40 աղբուր եղավ, ուստա։ Ով ընցավ, էնոնց ջուրը խմեց, ում տղեն անցավ, էնոնց ջուրը խմեց, ում թոռն անցավ, էնոնց ջուրը խմեց, ում ծոռն անցնի, էնոնց ջուրը պիտի խմե։ Ամենքը կանցնին, գործդ չի անցնի, ուստա»։ Սարգիսը նույնպես բաժակ վերցրեց։ «Կյանքդ մե ոսկեցե աղբուրը եղավ, ուստա։ Էդ աղբուրիդ գլխու քարը մեռավ, գրի քարը մեռավ, հմը ոսկեցե ջուրը տելի ավիտենական կամար է կապե աղեղնակի պես»։ Ավետիքը նույնպես բաժակ վերցրեց։ «Քու անմահութունիցդ, Մկրտիչ ախպեր, հիմի մահվան հրեշտակն ինքը մեռավ, էլ ով պիտի մեր հոգիները վերցնե»։ Բոլորը բաժակ խփեցին ուստայի բաժակին ու խմեցին։ Հետո Ավետիքը վերցրեց ուստայի օղին, շպրտեց նվիրական գետը։ Ջուրը օղին տարավ։ Բաժակները նորից լցրեցին։ «Աղբերտինք», դիմեց աղասին նվագողներին, «ուստիս սիրական երգը երգեք»։ Եվ նորից խոնարհվեց իր բաժակի վրա։ Ծառի տակ ստվերի մեջ բուրում էր զով կանաչը։ Հեռվում արևի տակ ջուրն էին մտել թուխ երեխաներ։ Երբ նվագը լռեց, մոտակա փոքրիկ ծառաստանից լսվեց ինչ֊որ թռչունի երասկոտ կանչը և իսկույն մարեց. «Հոպպո»։ Երբ էլ նայեիր նվիրական գետին, ջուրը գնում էր ու գնում, անկանգ, անվերադարձ։ Երբեմն այն իր հետ բերում էր կանաչ մի տերև, երբեմն այնտեղից պսպղալով վեր էր ցատկում մի ձկնիկ և նորից ընկնում էր ետ։ Դիմացի ափից մի ծառ իր ստվերն էր կախել արևոտ ջրի հոսանքի վրա։ Բագրատը նորից օղի լցրեց բոլորին և լուռ մնաց։ Խոսք վերցրեց Ավետիքը, որի կյանքն անցել էր կամուրջներ կառուցելով. «Ես էլ, Մկրտիչ ջան, քեզի պես նպատակ էի դրել, որ կյանքիս մեջ 12 կարմունջ պիտի շինեմ։ Էդ բանը քեզի էլ էր հայտնի, էս աղբրտանցս էլ։ Հմի 11-ը շինել եմ, հմը 12-ին ձեռքս չի էրթա, ախր կյանքն անուշ բան է, ես էդ վերջի կարմունջը ի՞նչը խշինեմ»։ Բոլորը լսում էին անշարժ, ինքնամփոփ։ «Էս ափի վրա կյանքն է, ես գիտեմ, թե էն մեկ էլ ափի վրա ինչ կա անձի համար։ Կարմունջ նոր շինեմ, ուզեմ թե չուզեմ, առաջի անգամ ես ինքս պիտի անցնիմ էն օր վրայով։
Նա շփեց ճակատը և շարունակեց. «Էդիկ իմ հին սովորութքս է, դու լավ գիտես, Մկրտիչ աղբեր։ Առաջի կարմունջս որ շինեցի, հեչ մարդ չվստահացավ անցնի վրայով։ Ես գերդաստանս նստեցուցի կարմնջի տակը, չայ խմելու, ինքս ֆայտոն նստած գնացի անցա։ 11 կարմնջի վրայեն խնդումով անցա, հմես վերջինը սիրտս մահվան դող է գցե»։ Նա անակնթարթ նայում էր օղուն։ «Հմը, ինչ ենես, կարմունջ է հարկավոր։ Ջրանցքն եկել է, արտերով կանցնի, կտրել է սելեր ու ճամփեն։ Էն օրն էլի եկանքովս խնդրեցին, զարմացան. «Էս ընչի չես շինե, ուստա, էս ընչի ես կանգ առե։ Էս մեկն էլ շինե, էլ հարկավոր չէ։ Էս մեկն էլ որ շինես, վաստակդ հերիք կհաշվենք, ձեռներես եկած փողը կուտանք քեզի, սրտներես անցած պատիվը, որ դու նստիս, քու սորվեցուցած աշկերտներուդ գործին աշես, ուր խնաս»։ Ավետիքը թախիծով ժպտաց. «Աշեցի երեսներուն, ձեն չհանեցի։ Ինչ գիտենային, որ կարմունջն ուզելով գերեզմանս կուզեին։ Աշեցի, ու խոսք տվի»։ Նա վերցրեց բաժակը. «Հիմի Մկրտիչ ջան, դու ընձի օրինակ եղնիս, որ սրտի հանգստությունով ես վերջի կարմունջս էլ վերջացնեմ»։ Բոլորը նորից խմեցին և վարպետի օղին նորից հանձնեցին նվիրական ջրին։ Զուռնաչիները սկսեցին նվագել կիսաձայն, Դալչին դաուլը խփեց կամացուկ և սկսեց երգել մի երգ, որ խրախճացողները լսել էին իրենց երիտասարդ հասակում, լսել էին պատանի հասակում, լսել էին մանուկ հասակում։ Հեռվում արևի տակ դեռ լողանում էին երեխաները։ Արևն իջավ։ Երբ Օնեսը վեր նայեց դեպի աննկատելիորեն բարձրացող դաշտը, դրա բարձրում ձգված բլուրի կտրվածքում երևացին խրախճացողներին տանելու համար վերադարձող երկու կառքերը։ Աղասին բաժակների մեջ լցրեց վերջին օղին։ «Ամեն անգմվա պես վերջի կենացը տեղնի Ազիզ։ Ով գիտե, մեկ էլ էսպես սեղան կնստինք օգտը հոգով։ Ինչքան որ մեր ճակտի վրա քրտինք կար, տվինք աշխարհքին։ Հիմի մեր երթալու այսօր էգուցն է։ Այսօր հլը 6 բաժակ կվերցնենք քու կենացդ, հմե էգուց կրնայեղնի որ էդոր կեստ էլ չմնա։ Քանի որ հլը սաղ ենք ու կենթանի, կենացդ Ազիզ, 40 ախպերներուդ կենացը, որ պիտի ապրին հուր հավիտյան»։ Գլուխ առաջին Քաղաքի բնակիչների նախահայրերը տասնյակ տարիներ առաջ եկել էին Փոքր Ասիայի քաղաքներից և իրենց հետ բերել էին յուրաքանչյուրը իր ծննդավայրի պատկերը։ Հայերը Կարինի, հույները Իզմիրի և թուրքերը Պոլսի։ Յուրաքանչյուրը իր թաղամասը կառուցել էր այդ պատկերի համաձայն։ Փողոցները ուղղաձիգ էին ու լայն, շենքերը մի հարկանի էին, սևաքար պատերով, որ ունեին դռների ու լուսամուտների կարմրաքար զարդաշրջանակներ։ Յուրաքանչյուր սև քարի սահմանները երիզված էին սպիտակ բարակ գծերով, և այդպիսով պատի սևությունն առնված էր զվարթ սպիտակ ցանցի մեջ։ Մանր փոշին, ժամանակի ընթացքում ներծծվելով ծակոտկեն քարերի մեջ, դրանց երբեմնի թարմ սևությունը դարձրել էր գունաթափ և նույնպես զվարթ։ Դռները նեղ էին և բարձր, միափեղկ ու կամարաձև։ Կամարը իրենից ներկայացնում էր դռան վերևում տեղավորված կիսաշրջանաձև լուսամուտ, միջանցքը լուսավորող։ Դռներից շատերի առջև կար սալահատակված փոքրիկ բարձրություն, քարե 2-3 աստիճաններով։ Բնակարանների լուսամուտները նույնպես կամարաձև էին, ունեին գունավոր ներկված արտաքին փեղկեր, դրանց ետևում երկաթավանդակներ։ Լուսամուտների շրջանակները բացվում էին դեպի ներս։ Բնակարանի դռան կողքին բակի դարպասն էր, մեծ ու երկփեղկանի, փեղկերից մեկի վրա փոքրիկ դռնակով։ Բայց ավելի հաճախ բնակարանի դուռը գտնվում էր ոչ թե դարպասի կողքին, այլ ներսում, բակում։ Տարբերությունները տների միջև աննշան էին։ Եկվորները յուրաքանչյուրը իր հետ բերած լինելով իր ծննդավայրի պատկերը,
բոլորով միասին բերել էին համարյա նույն պատկերը։ Եվ ահա այնտեղ, որտեղ առաջ մի հնադարյան գյուղ էր ընկած, փրվել էր եկվորների քաղաքը, որի միաստական անունն էր Գյումրի։ Այնտեղ հայերը բռնում էին քաղաքի մեծ մասը, իսկ հույներն ու թուրքերը մեկական թաղամաս։ Անցել էին երկար տարիներ, մեռել էին եկվորները, աճել ու մեծացել, ծերացել ու մեռել էին նաև նրանց հետ եկած զավակները, որոնց հիշողության մեջ ելից աշխարհը լոկ տարտամ մանկական պատկեր էր։ Իսկ թոռները, որ ծնվել էին այդ նոր քաղաքում, չունեին նույնիսկ այդ տարտամ պատկերը։ Նրանք արդեն իսկական գյումրեցիներ էին։ Նրանք ելից աշխարհի մասին լսել էին լոկ իբրև ինչ որ հին պատմության, իրենց չվերաբերող, իրենցից այնքան հեռու, որքան որ 1001 գիշերները։ Իսկ նրանց զավակներն ու թոռները արդեն այնքանն էլ չգիտեին, որ ապրում էին Կարինին, Իզմիրին և Պոլսին շատ նմանվող թաղամասերում։ Ցարական չինովնիկները, որ տիրում էին քաղաքը, երբեք չէին կարողացել թափանցել դրա կյանքի խորքը, չէին կարողացել իրենց գորշ երանգը սրսկել դրա մեջ։ Իսկ այն, որ փողոցներում կանգնած էին ոստիկաններ և քաղաքի շրջակա զորանոցներում ու բերդում կային զորքեր, դա միայն օղակ էր կյանքի շուրջը հագցված։ Դրա մեջ Գյումրին ուներ իր սեփական գույնը, որը և համառորեն պահպանում էր։ Քաղաքի հարավ֊արևելքում կտրուկ վերջանում էին բոլոր փողոցները և սկսվում էր մի ճանապարհ, որը ձգվում էր երկու երկար, քարե պատերի միջև։ Պատերը անընդհատ էին, և դրանց վրա, իրարից բավական հեռու, կային միայն դարպասներ, համարյա միշտ փակ։ Դրանցից մի քանիսի կողքին, քառանկյունի խորության մեջ կային աղբյուրներ։ Պատերի անմիջապես ետևում, պատերին զուգահեռ, կանգնած էին բարձր բարդիների շարքեր, իսկ բարդիների ետևում փռված էին բոստանները։ Այդ ճանապարհը ոլորապտույտ գնում էր դեպի դիմացի բարձրավանդակը, որի լանջի մոտ բոստաններն ու դրանց պատերը վերջանում էին։ Այնուհետև ճանապարհը արձակ լանջով բարձրանում և գնում էր դեպի հեռու գերեզմանոցը, որը չէր երևում։ Լանջը իր բարձրությամբ ծածկում էր այն։ Այդ լանջի վրա, որտեղ այժմ ոչինչ չկար, մի ժամանակ փռված էր քաղաքի թուրքական թաղամասը։ Համաշխարհային պատերազմի ժամանակ ցրիվ էին եկել դրա բնակիչները, իսկ հետագայում հետզհետե քանդվել էին շենքերը, և քաղաքը զրկվել էր մի ամբողջ թաղամասից։ Այժմ այնտեղ, քարքարոտ հողի վրա, բսում էր կարճ դեղնավուն խոտը և հետք անգամ չէր մնացել նախկին բնակավայրից։ Եվ դատարկ լանջն այժմ թվում էր այնքան փոքր, որ անհնար էր պատկերացնել, թե առաջ այդտեղ փռված էր եղել մի ողջ թաղամաս իր տներով, բակերով, փողոցներով։ Իր առանձին, փակ կյանքով ապրող թաղամաս էր դա։ Ցերեկները դրա խաղաղ փողոցներում մարդիկ քիչ էին երևում։ Երբեմն միայն հայտնվում էր չադրայով փաթաթված մի կին, որ մոտենում էր որևէ դռան և չխչխկացնում էր երկաթե թակը, կամ մի ահագին բանալի էր պտտեցնում դրա ժանգոտ փականքի մեջ։ Դուռը կիսաբաց անելով, կինը մտնում էր ներս և իսկույն փակում։ Երբեմն տներից մեկից դուրս էր գալիս մի աղջիկ, նույնպես չադրայով փաթաթված։ Նրա ձեռքից կախված էր լինում պղնձե ջրաման գյուգյումը, երկար ու կեռ խողովակով։ Գյուգյումի դուրսը դեղին էր լինում, ինչպես գունատ ոսկի, իսկ երսը գորշ, ինչպես գունատ արծաթ։ Պատահում էին նաև գյուգյումներ մուգ բրոնզե, որոնց վրա արաբական տառերով խիտ փորագրված էին լինում խոսքեր ջրի, սիրո և աշխարհի մասին։ Փոքր ու կլոր փափախները դեպի աչքերը թեքած, թաղամասի փողոցներով անցնում էին թուրքերը։ Նրանք քայլում էին տների զույգ շարքերի միջով, ապա հանկարծ մի թևի վրա ընդհատվում էր տների մի շարքը։ Մի քանի հարկերով իրարից ցած երևում էին թաղամասի մյուս փողոցների տափակ կտուրները, ավելի ներքևում բոստանները, ապա հեռվում քաղաքը, որը սկսվելով բոստանների մոտից տարածվում էր լայն ու հեռու։ Բոստանների մեջտեղով անցնող ճանապարհը թեքվելով դուրս էր գալիս քաղաքի առաջին փողոցի վրա,
որը թուրքական շուկան էր։ Այնտեղ էին գտնվում նաև թուրքերի աշխանաները, չայխանաները և ղայֆախանաները։ Ինչպես քաղաքի մյուս շուկաներում, այնպես և այնտեղ շարունակ խռնված էին լինում հայեր, հույներ, թուրքեր։ Նրանք աշխատում էին, վաճառում, թեյ կամ սուրճ խմում, նարդի խաղում և խոսում Գյումրու երեք լեզուներից որով էլ ցանկանային, բայց մեծ մասամբ հայերեն։ Հատուկ աչք էր հարկավոր հայերին, հույներին և թուրքերին իրարից զանազանելու համար։ Իսկ զանազանելիս տարբերությունները լինում էին անկարևոր, աննշան։ Նրանք բոլորը մի ժողովուրդ էին, գյումրեցի արհեստավորների ժողովուրդը։ Ուստա Մկրտիչը թուրքերի մոտ Մկրտիչ աղբեր էր, թուրք Ռահմանը հայերի մոտ Ռահման ջան, իսկ հույն Աթանասը բոլորի մոտ Տնկոզ Աթո։ Սակայն մի թուրք Իբրահիմ անունով իր ղայֆախանան բացել էր ոչ թե շուկայում, այլ իրենց թաղամասում, որտեղ միայն բնակարաններն էին։ Նա այդ ղայֆախանան բացել էր իհարկե միայն թուրքերի համար, և դա չէր թաքցնում ոչ հայերից, ոչ հույներից։ Դուք խո գիտեք, աղբրտինք, բացատրում էր նա, որ մենք մեր Գյումրի քաղաքը մզկիթ չունինք, ով իմանա, մեկ էլ տեսար մոլեն ուզեցավ, որ կրոնքից խոսի, եթե չէ, շարիաթին հակառակ գնացող մուսուլմանին դատը պիտի կտրենք։ Լավ կեղնի, որ բազարի մեջ ձեզ իսենք, աղբրտինք, դուս եկեք ղայֆախանեցն, առանձին գործ ունինք։ Էդ օր համար էլ մեր մայլի մեջ էդ տեսակ մետեղը մեզի հարկավոր էր։ Եվ նայում էր Իբրահիմը հանցավորի նման։ Բայց ոչ միայն նա, այլև նրա զրուցակից հայերն ու հույներն էին կախում գլուխները։ Ամաչում էին նրանք, թե լուծում էին փնտրում, թե այդ ինչից էր, որ չնայած իրենց այդքան մտերմությանը, այնուամենայնիվ հարկավոր էր առանձին հավաքատեղ ունենալ, անհրաժեշտ էր տարբեր թաղամասերում ապրել, և իրար հետ չէին կարող ամուսնանալ ոչ միայն մահմեդական թուրքն ու քրիստոնյա հայը, այլև հույնն ու հայը, որոնք երկուստ էլ քրիստոնյա էին։ Ավելին, իրար հետ չէին կարող ամուսնանալ երկու հայեր, եթե նրանցից մեկը լուսավորչական էր, իսկ մյուսը կաթոլիկ։ Ամաչում էին նրանք, թե լուծում էին փնտրում, թե այդ ինչից էր, որ թուրքը չէր ուտում հայի մորթած միսը, հայը թուրքի պատրաստած պանիրը, մինչդեռ նույն թուրքն ու հայը խմում էին նույն սուրճը, ուտում էին նույն լավաշը։ Միաժամանակ նրանք խորշում էին միմյանց ամանից ջուր խմել, իրարից ջրաման չէին վերցնում և չէին տալիս, չպղծելու համար, իրենց համոզմունքով իրենց շրթունքները, ամանի տիրոջ համոզմունքով ամանինը։ Այդ ամենը նրանց տարօրինակ էր թվում, բայց քանի որ նրանք վաղ մանկությունից էին սովորել դրանց, ուստի և թուրքի պանիր ուտելու լոկ միտքը տհաճություն էր պատճառում նրանց, իսկ թուրքի հաց չուտելու միտքը զարմանք։ Թուրքական թաղամասը լանջի երկարությամբ ձգվելով բոստանների վերևում իր մի ծայրով միանում էր հունական թաղամասին և հայկական քաղաքին։ Միացման այդ կետում գտնվում էր քաղաքի ամենամեծ բաղանիքը, որտեղ նորից նույն անիմաստ խտրության շունչն էր։ Բաղանիքն արևելյան սովորական բաղանիք էր, սևաքար պատերով, հանդերձարանի և լողարանի վրա երկու մեծ գմբեթներով։ Արտաքին դուռը ուղղակի բացվում էր հանդերձարանի վրա, որի կենտրոնում բարձր գմբեթի մանրիկ լուսամուտների մեղմ լույսի տակ սևաքար կլոր ավազանն էր, բարձր պատերով, և կենտրոնում ջուր հորդող կարմրաքար գուռով։ Պատերի տակ կային բարձր ու լայն թախտեր, որ շրջանակել էին հանդերձարանը և ընդհատվում էին միայն դռների մոտ։ Թախտերի առջևամասերից վեր էին բարձրանում փայտե սյուներ։ Սյուներից մինչև պատ կապված էին պարաններ, որոնց վրա միասին բաղանիք եկած կանանց խմբերը կամ ընտանիքները կախում էին սավաններ, այդպիսով թախտի մասերը դարձնելով առանձին օթյակներ։ Դրա մեջ իհարկե վատ բան չկար։ Վատը և անհեթեթն այն էր, որ դա միայն հայերի և հույների հանդերձարանն էր։ Թուրքերը ունեին իրենց հանդերձարանը, որի դուռը գտնվում էր լողարանի դռան դիմաց։ Սենյակը նեղ էր ու երկար և ձգվում էր դռնից դեպի աջ ու ձախ։
Այնտեղ, բացի երկու երկար թախտերից, որոնք առանձին մասերի չբաժանված, մերկ ու միապաղաղ ձգվում էին ծայրեծայր, ուրիշ ոչինչ չկար։ Սենյակը իր լույսը ստանում էր ծայրի պատերի լուսամուտներից, բայց հայերի ու թուրքերի հանդերձարանները իրարից բաժանող պատի վրա, դռան երկու կողմերում, համարյա անկյունների մոտ, կային երկու ցածր ու լայն բացվածքներ։ Լույսի համար չէին դրանք անշուշտ, որովհետև թուրքերի հանդերձարանն ուներ սենյակի մերկությունն ավելի ընդգծող առատ լույս, իսկ հայերի հանդերձարանի գեղեցիկ կիսախավարին հարկավոր չէր ուրիշ լուսավորություն։ Ինչի համար էին դրանք, չէր կարելի ասել։ Հայ երեխաները իրենց հանդերձարանի թախտերի վրայից և թուրք երեխաները իրենց, հանվելիս կամ հագնվելիս, հաճախ նստում էին այդ բացվածքների գոգը և խաղ էին անում իրար հետ։ Այդպիսի դեպքերում արագ մոտենում էր նրանցից մեկնումեկի մայրը և իր երեխային քաշում էր հեռու։ Քիչ հետո նույն երեխան, թախտի վրա չոքած, արմունկները բացվածքի գոգին հենած, լուրջ ու մտազբաղ նայում էր այն կողմ, որտեղ մայրը հագցնում էր նրա հասակակցին։ Նայում և իր մանկական ուղեղում գուցե արդեն հարց է տալիս, թե արդյոք ինչով են իրենից տարբերվում նրանք, ովքեր գտնվում են այդ անիմաստ պատի մյուս կողմում։ Այս կողմում մի հայ կին էր երգում, իսկ այն կողմում թուրք երեխայի տատը, հանվելիս քթի տակ կամացուկ ձայնակցում էր նրան, և երբ ուժ էր անում, բոխչան քանդելու և թաս այնտեղից հանելու համար, նրա երգի անորոշ մրմունջից բարձրաձայն թռչում էին նույն հայերեն բառերը, թե այն կողմում և թե այս, նույն փարխաջներն էին, դեղին, փախր կամ թությա, նույն փեշտմալները, նույն նալընները, նույն շիրին չայը, որ վաճառում էր մեծ հանդերձարանի մի օթյակում իր ինքնաեռը և բաժակ ափսեները ցուցադրած չայչի կինը, նույն գաթան էր, հալվան, փախլավան, որ կանայք բերում էին իրենց հետ տնից նույնանման բոխչաների մեջ կապած։ Լողարանում նույնպես թրքուհիները ունեին առանձին սենյակ։ Մեծ լողարանի մի թևի վրա գտնվում էին տախտակե երկու բարձր ու նեղ դռներ, խնամքով ծածկված։ Դրանցից մեկի ետևում գոլորշու երկար ու նեղ սենյակն էր, իսկ մյուսը նույնպես երկար ու նեղ թուրքերի լողարանը։ Հանդերձարանից մտնելով մեծ լողարան, թրքուհիները գլխակախ գնում էին դեպի իրենց դուռը, չհասկանալով, թե ինչու էր այդպես, իսկ հայուհիները և հույն կանայք գուռերի մոտ կամ գյոբակ դաշու, կենտրոնի շրջանաձև տափակ մեծ քարի վրա նստած, նույնպես տարակուսում էին և կախում գլուխները։ Վերևից, բարձր գմբեթի քրտնած քարերից, մի սառը կաթիլ ընկնում էր որևէ կնոջ վարդագույն լիքը ուսի վրա և փլչում, բայց նա մտքերով տարված, չէր էլ զգում այդ և չէր սրսփում։ Եվ այդպես ապրում էին կողք կողքի հայերը, հույները, թուրքերը, այնքան բանով իրար մոտ, բայց և այնքան բանով իրարից հեռու։ Երկրորդ Բոստանների մեջտեղով անցնող ճանապարհով դեպի թուրքական թաղամաս էր գնում չադրայով փաթաթված մի թրքուհի, արևոտ, շոգ կեսօր էր, և կինը ըստ երևույթին հոգնել էր։ Չադրային նուրբ ծածկոցի տակ նրա գեղեցիկ մարմնաձևերը փխրվում և նորից էին գոյանում խոնջացած շարժումներով և միաժամանակ անհանգստությամբ, բայց երբեմն թվում էր, թե ճանապարհը ու շոգը չեն նրան տանջողը, այլ մի ուրիշ ներքին պատճառ։ Անհավանական էր թվում, որ նրա գեղեցիկ ու ամուր սրունքները հոգնած լինեին, թեկուզ և նա եկած լիներ քաղաքի մյուս ծայրից։ Նաև անհավանական էր թվում, որ նրա ջահել, առույգ կազմվածքը նվաղեր այդ ավելի շուտ հաճելի, քան թե այրող արևից։ Իսկ այն, որ նա խմել էր ուզում և շարունակ շուրջն էր նայում, աղբյուր գտնելու, նույնպես ապացուցում էր նրա ոչ թե մարմնական, այլ հոգեկան տապը, որովհետև նա փնտրում էր չափազանց տենդահար, չափազանց հուսահատ։ Վերջապես նա տեսավ մի սովորական աղբյուր, պատի քառանկյունի խորության մեջ։ Արագ մոտենալով և չադրան երեսից ետ տանելով, նա ձգվեց դեպի խողովակը,
Բայց հազիվ էին նրա շրթունքները հպվել փայլուն մետաղին, երբ ջուրը կտրվեց։ Կինը ճչաց ու սարսափած ետ քաշվեց։ Նույն րոպեին աղբյուրի կողքին գտնվող դարպասի դռնակը բացվեց ու մի հայ տղամարդ դուրս եկավ այնտեղից։ «Մի վախենա, բաջի», ասաց նա թուրքերեն, «աղբուրը ես կտրեցի, ջուրը դարձուցի, որ բոստանս ջրեմ, ներող եղի, բաջի, ես չիտեի, թե խմող կար, ահա ընկերթամ կբանամ»։ «Պետք չէ», ասաց թրքուհին և նոր միայն զգաց, որ իր երեսը բաց է։ Նա արագ վրա քաշեց չադրան, չադրայի եզրերը բռնեց իր նուրբ ձեռքերով և շտապ հեռացավ։ Բոստանչին մնաց իր տեղում կանգնած, թրքուհու ետևից նայելով։ Նրան կայծակնահար էր արել կնոջ սքանչելի գեղեցկությունը։ Նույն երեկո նա իր մոտ հրավիրեց աղբյուրների հռչակավոր վարպետ ուստա Մկրտչին և չափազանց առատ վարձատրելով նրան, խնդրեց ուրիշ ջուր բերել իր բոստանի համար, որպեսզի աղբյուրը դրսում հոսի անընդհատ և հավիտենական։ Թուրքական թաղամասի մի խաղաղ անկյունում, որտեղ երեք կողմից երեք խուլ պատեր շրջապատել էին մի փոքրիկ հրապարակ, իսկ չորրորդ կողմից փողոցն էր անցնում, սաղարթախիտ մի քանի ծառերի տակ կանգնած էր թաղամասի աղբյուրը։ Դա սևաքար մի փոքրիկ շինություն էր, ութանկյուն ու գմբեթածածկ։ 8 պատերից մեկի վրա աղբյուրի խողովակն էր իր պայծառ ջրով, իսկ խողովակի վերևում, մի կարմիր քարի վրա, հայկական, հունական և արաբական տառերով փորագրված էր ուստա Մկրտչի անունը։ Մյուս 7 պատերի վրա արաբական տառերով փորագրված էին 7 իմաստություններ։ Թրքուհիները աղբյուր էին գալիս թեթևաքայլ ու հանդարտ, կարծես երազի անմարմին էակներ։ Ջուր լցնելիս նրանք չէին խոսում իրար հետ, լուրջ էին և մտասևեռ։ Եվ աղբյուրը նույնպես հոսում էր խաղաղ ու անձայն, զգուշանալով խախտել համատարած անդորրը։ Թրքուհին, որ ավելի հոգնած ու ծարավ էր երևում, քան քիչ առաջ երևաց փողոցի ծայրում։ Տեսնելով աղբյուրը, նա եկավ դեպի այն։ Երբ նա մոտեցավ, կանայք հարգանքով ետ քաշվեցին, և մեկը նրան ջրաման առաջարկեց։ Թրքուհին ջրամանը չվերցրեց։ Շրթունքները մոտեցրեց խողովակին խմելու, բայց հանկարծ ճչաց ու ետ քաշվեց։ Ինչ եղավ, վախեցան բոլորը։ Ինչ եղավ, խանում։ Թրքուհին կանգնել էր սփռտնած ու դողահար։ Նա ակնթարթ նայում էր աղբյուրին, որից ջուրը շարունակում էր հոսել վճիտ ու պայծառ։ Ինչ եղավ, խանում, կրկնեց հարցը առանց ջրամանի կանգնած մի տարիքոտ թրքուհի, և նրա աչքերում կար ոչ այնքան հետաքրքրություն, որքան պահանջ։ Հեչ, վենց բաջի, ես մտածմունքի մեջ էի։ Էդօր հիմար էլ, երբ աշկս ընկավ աղբյուրի վրա ուստի անվանը, ընձի ինպես թվաց, թե էնտի ծնծի տղամարդ աշեց։ Եվ մեծ ճիգով փորձեց ժպտալ։ Կպատահի, ասաց տարիքոտ կինը, կռնա եղնի հիվանդ ես։ Այս անգամ թրքուհին ժպտաց անբռնազբոսիկ ու թախծոտ։ Սրտի հիվանդություն ունիմ, վենց բաջի։ Ըշտը վախենալդ էդորեն է, բացատրեց տարիքոտ կինը։ Համը դու շատ մի մտածե։ Ում սիրտ նոր բարակ է, էնիկ շատ չպտի մտածե, կսե շարիաթը։ Գիտեմ, հառաչեց թրքուհին, շնորհակալություն հայտնեց և գնաց։ Բոլորը նայեցին նրա ետևից։ Ո՞վ է, հարցրեց մեկը։ Ես մեր բոլոր կնկտոց գիտեմ, հիմա էդոր չեմ ճանչնե, ասաց երկրորդը։ Էդիկ 3 օր առաջ եկավ, հաղորդեց տարիքոտ կինը։ Ես բաղնեցեն կուգայի, հանդպավ Իբրահիմի Ղայֆախանեցեն քիչը միստին, և հարցուց, թե կռնա մեր թաղի մեջ քրեհով մե տունըմ բռնե։ Ես ձեռաց մտքես անցուցի Հաբիբեի տունը։ Հաբիբեի տունը, սարսափած բացականչեցին կանայք։ Հա, մեղքս ինչ ծածկեմ, գնացի մոլլիս քովը, մոլլա ըսի, էսքանի տարի է, որ Հաբիբեի դուռը փակ է, ու մենք կսպասենք էնօր ետ գալուն։ 10 տարի։ Ախր մոլլա, Մեքքա էրթալ գալը մի տարի էլ չպիտի քաշեր, ասել է էնիկ մեռել է։ Լավ բան չէ, օրենոր դուռն էսքան տարի փակ է մնացե։
Մեր կնկտի քնարել են, թե Հաբիբեն գողտուց ետ է դարձել ու տարեցեմ ավել է, որ գողտուց կապրի իրա տունը, իբրև թե գիշերները էնոր դռան ետևեն ձեն կուգա, բանալ է հարկավոր ու մարդ բնակրցնել։ Հաբիբեի տունը, բացականչեցին կանայք։ Դե լսեք վերջը, քրեհը կբաժանենք աղքտներունըսի, կամ թե չէ կհավաքենք ու էդով մեկին մեկ քա կղրկենք։ Համ կերթա ուխտ կենե, համ էլ ով գիտե, գուցե թե Հաբիբեին գտնի ու հետը ետ բերե։ Մոլլես համաձայնվավ։ Մոլլեն համաձայնվավ։ Հա, էդ կնիկը հիմի էնտեղ կապրի։ Գյուգյումն ընկավ մի կնոջ ձեռքից ու ջուրը թափվեց։ Բոլորը քարացան։ Մեկը միայն հազիվ շշնջաց. Ալլահի դեմ գործ է, թե որ խեղճ կնիկն իմանա իրան տան պատմությունը, լեղին պիտի պատռի։ Ինքն էլ ինքան վախլուկ։ Իմացավ, խնդաց։ Խնդաց։ Չհավատալով կրկնեցին բոլորը։ Հա, հանա քերավ, ըսավ ճիշտ է, Հաբիբեն ետ է եկե, Հաբիբեն ես եմ, Ալլահն իմ ուխտս կատարել է։ Բոլորը հանգստացած շունչ քաշեցին։ Իգիթ կնիկ, բացականչեց մեկը։ Քանի տարեկան կեղնի, հարցրեց մյուսը։ 34-35, ենթադրություն արեց տարիքոտ կինը։ Անունն ինչ է։ Էլի Հաբիբա։ 4. Հաբիբայի շենքը թուրքական թաղամասում ոչնչով նման չէր Գյումրու այլ շինություններին։ Այն ոչ թե սև քարից էր, այլ կարմիր աղյուսից և ուներ բոլորովին այլ կառուցվածք։ Դրա անպատուհան և խուլ պատի վրա մշտապես փակ էր փոքրիկ ամուր դարպասը։ Այնպես էր թվում, թե այն երբևէ չէր կարող բացվել։ Թվում էր, որ եթե բացվեր էլ, դրա ետևում ոչ թե մուտք էր լինելու, այլ նույնպիսի խուլ պատ։ Այն փողոցը, որի վրա գտնվում էր Հաբիբայի տունը, շատ կարճ էր և շարունական մարդ, որովհետև ուրիշ ոչ մի բնակարանի դուռ չէր բացվում այնտեղ։ Փողոցը իր երկու ծայրերով դուրս էր գալիս երկու այլ փողոցների ոչ բանուկ մասերի վրա։ Երբեմն պատահաբար այդ փողոցով անցնելիս փոքրիկ երեխաները զվարճության համար չխչխկացնում էին Հաբիբայի դարպասի փակը։ Հարվածների հնչյունները տարածվում էին թնդուն ու խուլ, ինչպես մամռապատ ջրի մեջ նետված ծանր քարերի ձայներ։ Երեխաները վախենում էին դրանից և երկրորդ անգամ այլևս թակը ձեռք չէին վերցնում։ Ինչպես երեխաները, այնպես և մեծերը առաջվա նման դեռ այժմ էլ շարունակում էին խուսափել այդ տանը մոտենալուց։ Այն, որ հիմա այնտեղ ապրում էր ջահել Հաբիբան, ոչինչ չէր փոխել։ Նա նույնքան փակ ու խորհրդավոր կյանք էր վարում, որքան որ անցյալում նրա նախորդը։ Ոչ ոք չգիտեր, թե երբ էր նա տանը լինում, ինչ էր անում, երբ էր բացակայում, ուր էր գնում։ Ճիշտ է, այդ ամենն այլևս չէին վախեցնում մարդկանց, և իհարկե վախը չէր նրանց հեռու մնալու պատճառը։ Այժմ բնակիչները հեռու էին մնում պարզապես այն պատճառով, որ միևնույնն էր, այնտեղ բնակվող թրքուհին անհուսորեն անմատչելի էր նրանց համար։ Թե կանայք, թե մանավանդ տղամարդիկ այրվում էին հետաքրքրությունից, բայց միջոցներ չգտնելով որևէ բան տեղեկանալու, դադարել էին փորձելուց։ Այն քիչ բանը, որ գիտեին նրանք, վերաբերում էր բնակարանին։ Դուրս էր եկել, որ պառավ Հաբիբան հարուստ կին էր եղել և թողել էր ընտիր կահ֊կարասի, զարդեր, հագուստեղեն։ Ով էր եղել նա և երբ էր եկել Գյումրի, ոչ ոք չէր կարող ասել։ Վաղուց մնացած մի ավանդություն էր շրջում մարդկանց մեջ, թե իբր Հաբիբան եղել էր մի հարուստ հնդիկի այրի, և ով գիտե ինչ հեռուներից և ինչի համար էր թողել եկել այդ քաղաքում իր վերջին տարիները անցկացնելու։ Մոլլան նոր բնակչուհուն պատմել էր այդ ավանդությունը, որը նրան շատ էր դուր եկել։ Նա գնել էր Հաբիբայի տան ամբողջ սարքուկարգը և արթուզարդը, որով պարզվել էր, որ նա ևս իր նախորդի նման հարուստ էր։ Այդքանը միայն, և նորից խուլ էր պատը, և նորից փակ էր դարպասը։ Բայց ահա արագ քայլերով այդ փողոցը մտավ մի երիտասարդ,
Թեև նա թուրք տղամարդկանց նման փափախ էր դրել և ոչ թե շափխա, բայց ուշադիր նայելիս կարելի էր նկատել, որ հայ էր։ Նա մտավ փողոց, կանգ առավ մի րոպե, ձևացրած անտարբերությամբ նայեց դեսուդեն և ապահովվելով, որ ոչ ոք իրան չի նկատել և չի հետևում, շտապ մոտեցավ Հաբիբայի դարպասին և 4 անգամ թակեց։ Սպասեց մի պահ, ապա նորից թակեց 4 անգամ։ Դարպասը կիսաբաց եղավ, երիտասարդը ներս մտավ, դարպասը փակվեց։